Հայաստանում միջին աշխատավարձը հենց $6,500 տարեկան։ Ձեր մոտ 1 քառակուսի գինն է այդքան։ Ամբողջ աշխարհում ապրում է 9 միլիոն հայ պայմանական եւ Երևանի կենտրոնը ունի շատ փոքր աշխարհագրական տարածք, որի նկատմամբ միշտ պահանջարկը շատ մեծ է։ Օրինակ Մադրիդում ես այդ փողով ռեալ կարամ շատ լավ բիզնես կլասի տուն առնեմ։ Նիցայում այդ փողով ես ունենամ ծով։ Ինչ եմ ստանում Երևանում։ Ես անիմաստ եմ համարում ցանկացած տիպի համեմատություն արտասահմանյան, եվրոպական, ամերիկյան շուկաների գների հետ։ Ծաղկաձորում 1.4 միլիոն։ Ծաղկաձորի ներդրումային պոտենցիալը իրականում Դիլիջանից բավականին բարձր է։ Դա լեգալ է ընդհանրապես։ Ես չեմ ուզում այդ հարցին տեսնել։ Այսօր իմ հյուրն էր City Nest ընկերության հիմնադիր եւ տնօրեն Արտուր Պետրոսյանը։ Քննարկեցինք, թե ոնց են գոյանում անշարժ գույքի խելահեղ գները Երևանում։ Գոյություն ունի արդյոք իրական ներդրումային անշարժ գույք Հայաստանում եւ ինչու են որոշ մարզերում անշարժ գույքի գներն առաջ են անցնում Երևանից։ Արտուրի հետ քննարկեցինք նաեւ, թե ինչի վրա է այժմ հիմնված Հայաստանի անշարժ գույքի շուկան եւ ինչ պետք է ակնկալել առաջիկա տարիներին։ Այս զրույցն այն մասին է, թե իրականում ինչպես է գործում հայկական անշարժ գույքի շուկան։ Բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայք եւ անպայման դիտեք տեսանյութը մինչեւ վերջ։ Գնացինք։ Արտուր ջան, մերսի շատ, որ եկել ես ոդքասթին, ժամանակ ես գտել։ Շատ հետաքրքիր զրույց է այսօր մեզ սպասում։ Դու City Nest ընկերության CEO-ն ես ու հիմնադիր։ City Nest-ը շատ հետաքրքիր նախագծեր ունի, մանավանդ elite sense premium segment-ում, բայց կամի բայց։ Ես ուսումնասիրել եմ ձեր նախագծերի մի մասը ու հասկացել եմ, որ գները հասնում են մինչև $6,500, եթե ոչ ավել։ Տենց է թե չէ։ Այո, միանշանակ։ Հա, նայ, Հայաստանում անգամ եթե դու նորակառույց կառուցում ես հրապարակում այն մեր ազգային պատկերասրահի գլխին ու չգիտեմ, ինչքան ուզում եմ որակով լինի այդ շենքը իմ մոտ ու 99% հայերի մոտ հարց առաջանում։ Ոնց դուք այդ գները, ոնց են գոյանում այդ գները, եթե Հայաստանում միջին աշխատավարձը հենց $6,500 տարեկան։ Ռեալ միջին աշխատավարձը այդքան է ուղիղ ու ձեր մոտ 1 քառակուսի գինն է այդքան։ Այսինքն մարդը կարա 80 տարի ապրի ու չկուտակի ձեր մոտ մի տան համար։ Իրականում հարցը ունի շատ տրամաբանական պատասխան, իսկ տրամաբանական պատասխանը նրանում է, որ շուկան ձևավորվում է առաջարկի եւ պահանջարկի հիման վրա։ Նախ ասեմ, որ քո տված հարցի մեջ, որ գները հենց դոլարով են արտահայտված, այդտեղ մենք պետք է հաշվի առնենք նաեւ հենց դոլար-դրամ, տարադրամի, արժույթի փոխանակման պայմանների փոփոխությունը վերջի տարիներին, հա, եւ օրինակ այսօրվա մեր $6,500 մեջ մենք պետք է 30% անմիջապես դիսկոնտենք, որպեսզի հասնենք իրական գնին, ինչ որ օրինակ մարդիկ տեսնում էին պայմանական 3 տարի առաջ։ Բացի դրանից փոխվել է նաեւ պրոդուկտի դիզայնի եւ շինարարության ինքնարժեքի կոմպոնենտները, որոնք շատ կարևոր են։ Այսինքն այսօր $6,500-ով մարդը առնում է լիովին այլ փորձառություն, ինքը այդ գումարը չի տրամադրում միայն լոկացիայի համար, այլ տրամադրում է իր life experience-ի համար, այսինքն ինքը ինչ ծառայություններից է օգտվելու, ինչքանով է հարմար է տեղապրուստը եւ կարելի ասել մենք երևի թե վերջի տարիներին նոր մոտեցել ենք այդ luxury կոչեցյալ կենսակերպին, որը որ ամբողջ աշխարհում ունի շատ բարձր մուտքի տոմս եւ ուստի դա է։ Ինչ վերաբերվում է բացարձակ արժեքով գնին 6,500, 5,500 կամ թեկուզ 10,000, դա գալիս է այդ ակտիվի ունիկալությունից, այսինքն ինչքանով ինքը ունիկալ է, բնականաբար իր նկատմամբ պահանջարկը մեծ է, իսկ առաջարկը շատ սակավաթիվ։ Եվ դրա համար նույնիսկ ես անիմաստ եմ համարում ցանկացած տիպի համեմատություն արտասահմանյան, եվրոպական, ամերիկյան շուկաների գների հետ, որտեղ Երևանը մի հատ է, մեր կենտրոնը մի հատ է, ամբողջ աշխարհում ապրում է 9 միլիոն հայ պայմանական եւ Երևանի կենտրոնը ունի շատ փոքր աշխարհագրական տարածք, որի նկատմամբ միշտ պահանջարկը շատ մեծ է։ Այդ դու իրականում կանխատեսեցիր իմ հաջորդ հարցը, ես անպայման համեմատեմ մեր Երևանը այլ մայրաքաղաքների հետ։ Դու ասացիր, որ մարդը 6,500-ով առնում է lifestyle։ Okay, ինչ lifestyle առնում մարդը կենտրոնում մեծ համասնությունը նորակառույցների ու ոչ նորակառույցների չունեն էլեմենտար բաներ, խաղահրապարակ կամ չգիտեմ ֆուտբոլի ինչ որ դաշտ, երեխեքի համար որով է ինֆրաստրուկտուրա, որոշ նորակառույցները մայթ չունեն։ Այդ ընդհանրապես նայում ես ու չես հասկանում ոնց կարա 5,5-6,000 $-անոց տները չունեն մայթ։
Մարդը դուրս է գալիս միանգամից այս ճանապարհը, միանգամից parking-ը։ Ստեղից հարց, օրինակ Մադրիդում ես այդ փողով ռեալ կարամ շատ լավ բիզնես կլասի տուն առնեմ։ Իդեպ Մադրիդը լատինամերիկյան ոնց որ երկրների կապիտալի մայրաքաղաքն է։ Վարշավայում ես ուլտրա լաքշերի տուն կառնեմ ու հավատա այնտեղ հաստատ շուրջը կլինի շատ սիրուն ինֆրաստրուկտուրա, շատ մտածված մարդու համար ու Վարշավան մայրաքաղաքը արևելյան, արևմտյան Եվրոպա, արևելյան Եվրոպայի, կենտրոնական Եվրոպայի, լավ։ Նույն Նիցայում այդ փողով ես էլի շատ լավ տուն կառնեմ, Նիցայում, չգիտեմ, ուրիշ կուրորտային տեղում Եվրոպայում էլի շատ լավ տուն կառնեմ ու կունենամ ծով։ Ինչ եմ ստանում Երևանում։ Բայց չես առնում։ Չեմ առնում դեռ։ Հենց այդտեղ է հարցի պատասխանն է իրականում, որովհետև երբ որ մենք համատում ենք, մենք նայում ենք ով է սպառողը այդ գույքի եւ ինչա կոնկրետ ինդիվիդուումը այս կամ այն երկրում ներդրում կատարում։ Խոսելով lifestyle-ի մասին, վերադառնամ հարցի սկզբին, lifestyle-ը այսօր մենակ ֆիզիկական ակտիվներով չի պայմանավորված, այլ նաև բազմաթիվ ծառայություններով, որով որ համալիրը, շենքը տրամադրում է սպառողներին։ Տարիներ առաջ շատ երկար ժամանակ լոկացիան եղել է հիմնարար որոշիչ գործոնը։ Այսօր էլ եթե ինձ հարցնում են գույքի գնահատման առաջի գործոնը որն է, բնականաբար դա լոկացիան է։ Բայց այսօր ես համաձայն չեմ, որ օրինակ Երևանի կենտրոնում ստեղծում են շենքեր, որոնք ոչ մի բան չունեն կամ մեծ մասը ոչ մի բան չունի, որովհետև այդ շենքերը ձևավորվում են նաև շատ մեծ ներդրումային պահանջարկի հիման վրա, որտեղ որ սպառողի տիպով պայմանավորված պետքա որ ինֆրաստրուկտուրան կողքը հասանելի լինի շատ արագ, կենտրոնի հիմնական տուրիստական վայրերը հասանելի լինեն եւ օրինակ մանկական խաղարապարակը ինքը կարա դիսկոնտավորվի իջնի այո ամենավերջի տեղը, բայց այդուհանդերձ օրինակ ես կուզենամ մեր ընկերության պրոդուկտներից ասեմ Only One-ը, որը որ գտնվում է Երևանի կենտրոնում, ինքը այո ամենափոքր կենտրոնում չի, բայց ինքը գտնվում է Պարոնյան քաղաքի վրա եւ այդտեղ մենք ձևավորել ենք այնպիսի ֆիզիկական տարածքներ, հա, օրինակ տենիսի կորտ, կարելի ասել, Բուխարիով զոնաներ, դուրսը ջրային զոնաներ, հանգստի, կարդալու եւ այլնի համար, իլերում մանկական խաղարապարակներ եւ այլն, որտեղ մարդիկ կարողանալու են ամբողջությամբ եւ հանգստանան, եւ մարզվեն, եւ այլն իրենց ամեն օրը։ Դա իմ աչքերում հենց իրական լաքժուրին է, որտեղ օրինակ դու կարաս ասես, ես Բաքվում ունեմ տենիսի կորտ։ Դա օրինակի համար եմ բերում, մենակ Only One-ը չի, բնականաբար էլի կան համալիրներ մեր քաղաքում, որոնք արդեն թիրախավորում են հենց այդ սպառողի luxury lifestyle-ի հիմնական պարամետրերը։ Հայ, այդ Only One-ը ես տեսել եմ, իրական շատ սիրուն բան չունեմ ասելու, բայց ով է առնում այդտեղ տներ։ Այնտեղ արդեն 2 միլիոն անցել է գինը 1 քառակուսի մետրի։ Ով է առնողը։ Նո 2 միլիոնը չի անցել։ Չի անցել դեռ 2 միլիոն չի ասել, մոտ 1.6 միլիոնից է այնտեղ սկսում, մեր մոտ 1 քառակուսի մետրը, մինչև 2 միլիոն հասնում է չվերանորոգված վիճակով։ Սպառողները բավականաչափ դիվերսիֆիկացված են։ Մենք ունենք այդտեղ սպառողներ ինչպես Հայաստանից, Երևանից, այնպես էլ մեր Սփյուռքից, հա, հիմնականում մեծ Սփյուռքի կենտրոններից, ոնց որ Ռուսաստանն է, Ամերիկան է, Ֆրանսիայից, Middle East-ից եղել են գնորդներ եւ այլն։ Այդուհանդերձ այդտեղ սպառողը տիրախավորում է հետեւյալ lifestyle-ը, հա, որովհետեւ Only One-ի գնորդների մեջ նաեւ կան բազմաթիվ անձիկ, ովքեր որ Երևանի սրտից օրինակ Հյուսիսային Պողոտայից, Թումանյան, Սայաթնովա, Ամիրյան հասցեներից տեղափոխվում են հենց Պարոնյան փողոց, որպեսզի այդ տուրիստական ակտիվ շարժից, այդ Երուսաղեմից եւ աղմուկներից ուղղակի իրենց գլուխները ազատեն, որտեվ այլ բան է, երբ որ դու դուրս ես գալիս քո շքամուտքից եւ ընկնում ես հազարավոր տուրիստների ոտի տակ եւ այլ բան է, որ դու ունես շատ հանգիստ ապրուստի միջավայր, որը որ կենտրոնը շատ մոտիկ է, ոտքի հասանելիություն ունի եւ այլն։ Որպեսզի հասկանամ, նայ, այտենց վերևից արի հայացք սկսենք այդ Only One-ի վրա շենքերը ինչքան տեղ են զբաղվածնում եւ տարածքը տոկոսայինով։ Շենքը ունի մոտ 3000 քառակուսի մետր միայն կանաչ տարածք։ Այսինքն այդտեղ մենք թիրախավորել ենք, նախ շենքը ինքը իրանով, եթե նկատել եք, ինքը 10 հարկանի է եւ ունի 12 հարկանի աշտարակներ։ Եվ դա կառուցապատողների հիմնական իդեա է, որպեսզի Պարոնյան փողոցի տեսքն էլ չփչացնեն առհասարակ, այլ ինքը սիրուն այդ պատմական, այսպես ասած, այդ էքսկուրսը ճիշտ ձևի պահվի, որոշվել է, որ արվում է այդ հարկայնության, ինչը նաև նպաստել է հենց շենքի ստատուսի բարձրացմանը։ Իսկ ինքը նաև դրանով է լաքշրի, որտեղ այսօր
շատ սպառողներ, որոնք ման են գալի, հենց թիրախավորում են նման կենսակերպ, իրանք չեն ուզում ապրեն շենքում, որը չգիտեմ 30 հարգանի ուղակի քառակուսի շենք է։ Իրանք ուզում են տեսնեն եւ գեղեցիկ արխիտեկտուրա, եւ բարեկեցիկ այգիներ, բակեր, խաղարապարակներ եւ այլն։ Բացի դրանից այդ շենքը մի հատ է հետաքրքիր ֆիշկա ունի, ինքը 24/7 բժշկական ծառայություն ունի, հասանելի։ Դե նայերի բժշկենտրոնն է։ Այո։ Շատ լավ է կազմակերպել։ Ինքը նաեւ շենքի ներսում է հասանելի։ Հա, այդ հետաքրքիր է, բայց գիտես ես ինչ նկատեցի քո պատմության մեջ, դու ասացիր, որ շենքի կառուցողները կամ ինվեստորները ոնց անվանեցիր իրանց։ Ինվեստոր, կառուցապատողները։ Կառուցապատողը ինչ-որ ցանկությունը հայտնել եւ այլն։ Այսինքն կա երկու խաղացող այս պատմության մեջ, շինարարության պատմության մեջ, ոնց որ կառուցապատողը ու ինչ որ էլի ընկերություն, որը երևի թե City Nest-ն է։ Մի հատ կմանրամասնես այդ երկու խաղացողների դերերը ընդհանրապես ոնց է այդ շինարարությունը աշխատում։ Կառուցապատողը, եթե իր հիմնական գործունեության բնույթը շինարարությունը կամ հենց development-ի բիզնեսը չի, կառուցապատման բիզնեսը չի, հիմնականում շահում են այն պրոյեկտները, որտեղ կառուցապատողը մնում է пассив դերում։ Այսինքն խաղակարտերը հանձնվում են պրոֆեսիոնալ մասնակիցներին, որոնք ունեն շուկայի մասին շատ զգետնված գնահատականներ, կարողանում են իրականում գնահատել եւ գնային սանդղակները, եւ պրոդուկտի դիզայնի մեջ ունենան լուրջ մասնակցություն դեր, որպեսզի ստեղծվեն այնպիսի ակտիվներ, որոնք ունենալու են մեծ պահանջարկ։ Ճիշտ եմ հասկանում, որ կա ընկերություն, որը բարձրացնում է շենքը, իսկ կա ընկերություն, որը վաճառում է այդ շենքը ու որոշում է գինը։ Հայաստանի Հանրապետությունում մեր մոտ դա միքսված է, կան եւ կառուցապատողներ, ես նույնիսկ ասեի, երևի թե կառուցապատողների զգալի մասը փորձում են վաճառքի ծառայությունները իրենց գրասենյակներից կազմակերպել, ոմանց մոտ դա լավ է ստացվում, ոմանց մոտ շատ վատ է ստացվում եւ այլն։ Բայց կան նաեւ դեպքեր, երբ որ կառուցապատողը որոշում է եւ այդ որոշումը շատ տրամաբանական ֆակտորներով է պայմանավորված, այդ ֆունկցիան հանձնել, outsource անել կամպանիայի, ոնց օրինակ City Nest-ն է, որպեսզի վաճառքի ֆունկցիան կատարի, բայց դա մենակ վաճառքի ֆունկցիայով չի, այդտեղ ամենակարևորը հենց product-ովի դիզայնը, то есть ինչ մասնակցություն ունի կամպանիան, որը որ վաղը վաճառելու է գույքը, այդ գույքի ձևավորման հարցում։ Այսինքն ես կարող դիմեմ X ընկերությանը, որը չի կառուցում իրականում շենք, բայց վերցրել է պատվեր վաճառել ինչ որ կառուցապատողի բնակարանները։ Այո։ Ես նախկինում խոսացել եմ ԱՄՆ-ի հիմնադրի հետ ու ինքը պատմում էր իրականում դրա մասին, որ տենց այդ դերերը կան, բայց հետաքրքիր է, որ ստացվում է ցանկացած մարդ, որը ունի անգամ փորձ կառուցապատման մեջ, կարող դիմի այդ ընկերությանը, օրինակ City Nest-ին, եւ սկսի զբաղվել շենք կառուցելով։ City Nest-ի եւ կառուցողի դիալոգի ամենաառաջի էլեմենտը դա ինչ անել հարցի պատասխանն է։ Երբ կառուցապատողը ունի սահմանափակ գիտելիքներ, իսկ դա բավականաչափ շատ դեպքերում է պրոդուկտի եւ այսպես ասած պրոյեկտի կոմերցիալիզացիայի հետ կապված, այսինքն ինչ անել, որպեսզի ստանալ առավելագույն ֆինանսական օգուտներ պրոյեկտից եւ նաև դրա հետ մեկտեղ ստեղծել պրոդուկտ, որը կլինի ունիկալ շուկայում, որը կլինի հետաքրքիր եւ սպառողների միջև կվայելի այտենց համբավ կունենա շատ մեծ։ City Nest-ը առաջի հենց կետում կատարում է բավականաչափ խորը research, հետազոտություններ, որոնք որ Հայաստանի Հանրապետություն կարելի ասել այլ տեղեր հնարավոր չի անել։ Ինչի է դա կապված հնարավոր չի, որովհետեւ City Nest-ը ինքը սինթեզում է ինչպես ֆինանսական տվյալները, այնպես էլ շուկայական իրական գների, պահանջարկների եւ ֆունկցիոնալի հիմնական այդ խաչումները ինչ կա այդտեղ եւ ձևավորում է այնպիսի պրոդուկտ, որը որ հստակ տվյալներով ապացուցված կարողանում ենք կառուցապատողներին ցույց տալ, որ սա, եթե դու ստեղծես սա, այս գնով ինքը կաշխատի, այս գնով կառավարճարկ ունենա այս ժամկետների ընթացքում։ Եվ միջև այսօր մեր բոլոր ռեսերչների շրջանակներում մենք կարելի ասել որևիցե շեղումներ կամ նշանակալի շեղում չենք ունեցել մեր պրոգնոզներից։ Արի վերադառնանք շուկային։ Դա գիտենք, որ եկամտահարկը արդեն փակվում է մանրից Երևանում, արդեն փակվել է, մնում են մարզերը 2027 թվականից որոշ մարզերում էլ է փակվում այդ ծրագիրը։ Ես իհարկե կանխատեսել ինչ որ բան տնտեսության մեջ շատ վտանգավոր բան է, բայց ես շնորհակալ։ Շնորհակալ։ Հա, փորձում եմ այսինքն ես ունեմ կարծիք, որ իրականում մենք գնում ենք դեպի ստագնացիայի ուղղությամբ կամ ինչ որ կարգավորում մեկը կլինի այդ ոլորտում, շինարարական ոլորտում, որովհետև
անհնար է այդքան քառակուսի մետր ամեն տարի հանձնել ու ամեն տարի ոնց որ հանդիպել այն իրավիճակին, որ վաճառքներ ընկնում են, վաճառքները սկսում են դժվարանալ, բայց ես նաև տեսնում եմ այն իրավիճակ, որ մեր կառուցապատողները ոնց որ պատրաստ չլինեն այդ ամեն ինչին։ Ցանկացած երկրում ճգնաժամի ժամանակ կառուցապատողները ադապտանում են, ինչ որ նոր ապրանքներ են հորինում։ Նույն Ռուսաստանում, երբ որ հիպոթեկը բարձրացավ, տոկոսադրույքները բարձրացել են, իրանք սկսել են առաջարկել ինստոլմենտներ։ Ասում են վճարեք հենց ուղիղ կառուցապատողին 7 տարի, 10 տարի, նույնը Դուբայում է կատարվում շատ վաղուց, ու դա նորմալ պրակտիկա է։ Կարծես թե Հայաստանում այդ product-ը կամ չկա, կամ ինքը շատ ավելի sense light տարբերակով է։ Դու դիմում ես կառուցապատողին, քեզ ասում են՝ «Դե լավ, 500,000 2 տարում կտաս»։ Ոչ թե, չգիտեմ, 10 տարով են առաջարկում կամ 7 տարով, այլ 2 տարով։ Դու հաստատ ոչ մեկ չի գնում installment վերցնելու 2 տարվա համար։ Ինչի՞ է տենց, նյուժել մեր ավելի ինչի՞ց է դա գալիս։ Մեր կառուցապատողները product design չեն կարողանում անեն, թե ուղղակի ինչ որ ուրիշ ֆակտորներ կան տնտեսական։ Իրականում շատ բազմաբևեռ հարց է, ես կսկսեմ իր ամենավերջից։ Տարաժամկետ վճարումներից։ Նախ եկամտահարկի դուրս գալը, այո, ինքը ամեն դեպքում տրանսֆորմացրեց շուկան այն առումով, որ կառուցապատողները իրենց կամքից անկախ սկսեցին ավելի երկար տարաժամկետ վճարման գրաֆիկներ առաջարկել գնորդներին։ Ինչով է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է նրանով, որ այլ հավասար պայմաններում ուղղակի այդ գույքը կմնա իր տեղում, ինքը չի իրացվի։ Մինչ եկամտահարկի դուրս գալը կառուցապատողները, շենքի սեփական տերերը առաջարկում էին տարաժամկետ 99% դեպքերում մինչև շինարարության ավարտը։ Այսինքն դա մի հատ process է, երբ որ դու 3 տարի է օրինակ տեղում շինարարությունը, դու առաջ օրը գալիս ես առնում ես, ունես 3 տարվա մարման գրաֆիկ, մի տարի հետո գալիս ես առնում ես, ունես 24 ամսվա մարման գրաֆիկ եւ այլն։ Բնականաբար գրաֆիկը կրճատվում է։ Եվ դա հիմնական մեր տարբերակող, այսպես ասած, ֆակտորներից էր միջազգային շուկայի հետ, որտեղ դու իրավունք ունես նաեւ վճարես, երբ որ գույքը հանձնում է շահագործման, դրանից հետո կլինի դա 2 տարի, 3 տարի եւ այլն, կախված կառուցապատողից։ Նախ այդ ամեն ինչը կախված է կառուցապատողի ֆինանսական մկաններից, ինչքանով դու կարող ես քեզ թույլ տալ, որպեսզի ինքը ամեն ինչ գալիս է հարումա ֆինանսական մոդելին, հետ համալիրի։ Այսինքն դու ինչ ժամանակում պետք է ինչ գումարներ գեներացնել, որպեսզի ֆինանսավորեր քո շինարարության փուլը, չմտածելով շահույթի մասին, եւ այսօր, երբ որ եկամտարկը դուրս եկավ, արդեն ոնց որ որոշ չափով ստորադասելով այդ շատ արագ կամ ոչ թե շատ արագ, այլ հին տրադիցիոն ձևերով շահույթը ֆիքսելու ժամկետները, այսօր կառուցապատողները գնացել են առաջ։ Մեր ընկերությունը առաջի անգամ շուկայում մենք անցած տարվա վերջ առաջարկեցինք միջև 10 տարի տարաժամկետ մարում ուղիղ կառուցապատողին։ Որ պրոյեկտում է դա։ Մենք ունենք Դավթաշենի պրոյեկտ, իրան հենց Nest է, Nest Դավթաշեն 4-րդ տաղամասում։ Ինքը 2 շենքից բաղկացած համարիլ է, ժամանակակից շատ գեղեցիկ ճարտարապետությամբ, եւ մենք, երբ որ ակտիվ վաճառքները սկսեցինք, կարելի ասել փետրվար-մարտ ամիսներին, մեր մոտ այդ 2 շենքից մոտարապես 200 բնակարանից 90%-ը արդեն սպառվել է։ Այսինքն ստեղ մոդելը գալիս է այն բանի վրա, որ City Nest ընկերությունը անելով իր անալիզները, վերլուծությունները տվելի, եւ այդ բազմա հազար զանգերը վերլուծելով, որտեղ մարդիկ ասում են, մենք կարող ենք օրինակ ունենալ բնակարան վճարելով ամսական 250,000 դրամ, եւ դրա տակ ձևավորելով արդեն ֆինանսական մոդելը, դու գալիս ես մի հատ աբսոլյուտնի նոր կոնցեպտի վրա, որը հնարավորություն է քեզ տալիս տարաժամկետ 10 տարի ժամկետով ձեռք բերել բնակարան։ Ու դու դա բացում է անհամեմատ մեծ դռներ։ Ինչով է դա նաև կարևոր, որտեղ խոսելով եկամտարկի մասին, մենք խոսում ենք հայաստանյան հարկատու վիզանձանց մասին։ Իսկ սա բացում է դռներ նաև մեր Սփյուռքի առաջ, օրինակ Ռուսաստանի մեր բազմա հազար community-ն, որտեղ որ գրանցված աշխատավարձ կարող է չլինի, բայց մարդիկ ստաբիլ ուղարկում են գումար երկիր, հա իրենց հարազատներին եւ այլն, այդ մարդկանց access-ը դու բացում ես դեպի շուկա։ Բայց ռիսկ կա ստեղ, բա ո՞նց է ստուգում այդ մարդու վճարանակությունը։ Ես հիմա բոլոր դետալները չեմ բացայցի իհարկե այդ ամեն ինչի, բայց մենք ունենք հատուկ այո համակարգ ռիսկերի զսպման, որը մեզ հնարավորություն տալիս ֆիլտրել հաճախորդներին եւ տրամադրել միայն այն հաճախորդներին, որոնք որ վճարունակ են, ֆինանսապես հուսալի են մեր աչքերում եւ այո իրանք իրավունք ունեն բնակարանները առնելու։ Եվ մի հատ է կարևոր բան, ուղղակի կուզենամ անպայման նշեմ, ելի ելնելով մեր անցած փորձից, բնակարանների սեփականատերերը,
Դա ամբողջ աշխարհի ստատիստիկան է։ Բնակարանը ամենավերջի ակտիվն է, որից իրանք պատրաստ են հրաժարվել կամ թեկուզ պատրաստ են մեծ կորուստներ կրել այդ ակտիվից հրաժարվելու համար։ Ոստի եւ ֆինանսական կազմակերպությունները, բանկերը, երբ որ վարկավորում են բնակարանների ձեռքբերումներ, այդտեղ ամենափոքր տոկոսն է ժամկետանց վարկերի, ուշացումների, իսկ չվճարումների կարելի ասել case շատ քիչ է լինում։ Բայց չես ուզում փակագծերը բացես, թե ոնց եք դուք ֆիլտրում, որովհետեւ շատ հետաքրքիր է։ Օրինակ, մարդը գալիս է, ձեզ ասում է, ես չեմ ուզում ձեզ աշխատավարձս ասեմ, բայց ես կարող եմ մուծեմ այդ ոնց որ վարկը կամ Ես փակագծերը չեմ բացի, ես ուղղակի կասեմ, որ կա, այսպես ասած, risk-based approach, երբ որ դու յուրաքանչյուր ինդիվիդուում նայում ես իր կողմից առաջացած ռիսկերով, կամ պրիմիտիվ դատաներ, ոնց որ օրինակ չգիտեմ, մարդը աշխատում է, չի աշխատում, ունի աշխատավարձ, ինչքան է աշխատավարձը, կարող ես վերիֆիկացնես այդ ֆոնդերը, ով է իր հետ ապրելու եւ այլն, բազմաթիվ տես գործոններ, որոնք որ գումարային կոչվում են customer due diligence կամ know your customer էլեմենտներ, դա բազմա պրոֆիլ ինդիվիդուումի տարբեր կողմերը, հա, սկսած, չգիտեմ, իր անցյալից, բեքգրաունդից եւ այլնից, մասնագիտություններից, բազմաթիվ ֆակտորներով դու ես գալի այն կետի վրա, որտեղ դու գալիս ես որոշման, որ այո, օքեյ, այս մարդուն տրամադրել 10 տարանոց տարաժամկետ մարում։ Եվ բացի դրանից բնականաբար կան իրավական գործիքներ, հենց պայմանագրային, որոնք քեզ օգնում են այդ ամեն ինչում, որտեղ երբ մարդը չի վճարում, ինքը բավականաչափ մեծ տուժերի տուգանքների առաջ է կանգնում արդեն իսկ վճարված գումարից, որտեղ ինքը կարող պրոստը կորցնի բնակարանը եւ կորցնի նաեւ մեծ ֆինանսական միջոցներ։ Դրա համար ասում եմ, դա վերջի բանն է, որից մարդիկ հրաժարվում են։ Մեր կամպանիայի պատմության մեջ մենք մի քեշ չենք տեսել, չենք ունեցել եւ փառք Աստծո։ Հետաքրքիր։ Ну, в принципе, տրամաբանական է, որովհետև եթե մարդը տալիս է կանխավճար, չգիտեմ, 10 կամ 20%, եւ ինչով չափե վճարածա լինում դրանից հետո մի հատ էլ հետո չվճարել ու դից կորել, ինքը չի կարա։ Բայց դու ասացիր հետաքրքիր մի բան, Սփյուռքի հայերը սկսում են, դուք դռներ եք բացում Սփյուռքի հայերի համար եւ այլ օտարերկրային ինչ որ ներդրողների համար, ինչը որ ինձ այդ միտքա տալիս, որ միգուցե շուկան ու շուկայի վաճառքները հիմա հենց այդ մասն է դրայվանում, այդ սեգմենտն է դրայվանում, ոչ թե հենց Հայաստանի, Երևանի բնակիչները։ Դա տենց չի, միանգամից պատասխանեմ։ Իրան կազմում են բավականաչափ լուրջ տոկոս, բայց ոչ որոշիչ տոկոս։ Բայց ինչքան տոկոս։ Հայաստանում իրականում պրոյեկտի դասից կախված, օրինակ, ասենց ասեմ, հավանաբար միջև 600-700 հազար դրամանոց ակտիվների մեջ իրանք մեծ տոկոս են կազմում, մի սեգմենտում իրանք կազմում են միջին շատ համեստ տոկոս, իսկ ամենավերևի սեգմենտում էլի իրանք բավականաչափ վճռորոշ տոկոս կազմում են։ Այսինքն դա կախված է գույքի, ակտիվից, տիպից, դասից, լոկացիայից եւ այլն։ Իսկ ռեյնջը կասես։ Որ պրոյեկտի մասը օրինակ միջև 600-ով ասեցի։ Միջև 600-ը ինքը միջև 30% նույնիսկ ավել կարա լինի։ Իսկ միդ Միդում ես կարծում եմ ինքը միջև 10-15% մաքսիմում է։ Իսկ Ապրում էլ ինքը գալիս է միջև 30%, բայց ես գումարային 30% ծավել, որից ձևով չեմ գնահատում, որովհետև եթե 30% ծավել մենք գնահատենք մենակ Սփյուռքի ներդրումը Հայաստան, մենք կարանք ասենք, որ մենք անշարժ գույքի շուկա չունենք, կարելի է փակել գնալ տներով։ Իրականում անշարժ գույքի շուկայի պահանջարկի վրա մենք վերլուծել ենք մեր ընկերությունը, կա մի քանի խումբ հիմնական գործոններ, որոնք որ ունեն այդ ազդեցությունը։ Այդ ազդեցության հիմնական որոշիչ բաժիններից մեկը դա հասանելիությունն է ֆինանսավորման, այսինքն վարկավորման գործիքների անընդհատ ընդլայնմանը, զանազանմանը եւ ամենակարևորը ժամկետների բարձրացմանը։ Եկեք հիշենք, երբ որ 2005-10 թվականին ամենաերկար վարկը 15 տարով էր տրվում, այսօր մենք ունենք 30, իսկ որոշ դեպքերում 30-ից ավել մայր գումար, տարիներ մայր գումար մարելու համար։ Դա բնականաբար մաթեմատիկորեն բացում ավելի մեծ դռներ, ավելի մեծ աուդիտորիայի համար, որոնք ավելի փոքր աշխատավարձով իրաց կարող են թույլ տալ ձեռք բերել բնակարան։ Շատ կարևոր գործոն է դա, որը ուղղակի մարդիկ անտեսում են, բայց ինքը իրականում շատ կարևոր գործոն է։ Բայց դու որպես կառուցապատող չես դուրժվում դրանից, ոնց որ օրինակ դու 10 տարով տալիս ես բնակարան, որի արժեքը, չգիտեմ, հիմա շուկայական է, բայց 10 տարի հետո հաշվի առնելով տարեկան միջին, չգիտեմ, աճը 10%-ը թե ինչքան է անշարժ գների, լավ, շատ ասեցի։ Բայց ես բանկերի մասին էի խոսում։ Ես ասում եմ բանկերի ֆինանսավորումն է երկարել ժամկետներով։ Ես ասեմ installment-ի մասին ես։ Ես վարկերի մասին եմ ասում։
Բայց դաժե installment-ների ժամանակ installment-ներն են երկար է, դա առանձին թեմա է, կառուցապատող եւ գնորդ հարաբերություն, բայց բանկերի մասով խոսքը գնում է հայկական առևտրային բանկերի կողմից տրվող հիպոթեկային վարկերի մասին։ Դրանք առաջ 10 տարի են, հետո 15 տարի են, հետո 20 տարի են, հիմա 30 տարի են եւ ավել, հա, բնականաբար կախված նաեւ մարդկանց տարիքից, то есть դիմորդի տարիքից։ Դա շատ կարևոր գործոն է, ուստի բանկերը, իհարկե դու ցանկացած քո գրաֆիկը վարկային վերցնում ես եւ վերջում նայում ես քո բնակարանի գինը ինչքան էր եւ ինչքան ես դու վճարել բանկին, բայց այդուհանդերձ մարդիկ շատ ավելի մեծ ախորժակով, ֆինանսական ախորժակով մտնում են այդ գործակների մեջ։ Երկրորդ գործոնը, որ ես կուզենայի առանձնացնել, դա մեր այն տնտեսության հաջող ճյուղերն են, որտեղ որ ձևավորվում է երիտասարդ աշխատուժ, այսինքն մարդիկ, որոնք որ ունեն միջինից բավական չէ բարձր աշխատավարձ եւ այսօր նաեւ իրանք կարողանում են ես թույլ տալ ձեռբերումներ անել անշարժ գույքի ոլորտում, հա։ Ընդ որում իմ համար օրինակ շատ հեղափոխական էր այն դատան, որ ես նայում էի, նաեւ այդ մարդիկ ներդրումային գույքեր են առնում, այսինքն ոչ միայն տենց ընտանիք կազմես ապրելու համար գույք առնես, հիմնական բնակության համար, այլ նաև նույնիսկ չունենալով նման գույք, մարդիկ ձեռք են բերում ներդրումային գույք որպես пассив եկամտի աղբյուր։ Դա օրինակ բավական չափ լուրջ շարժիչ ուժ է ոչ միայն այդ բնակարանների վաճառքի համար, այլ հենց այդ բիզնեսի զարգացման համար, այսինքն այդ ներդրումային բիզնեսի զարգացման համար։ Ինձ հետաքրքիր է հիմա դու ասացիր աշխատավարձը բավականին ավելի բարձրական միջինը, օրինակ ձեր ամենաթոփ նախագծերի գնորդների եկամուտները ինչ կան են միջինում, որ իրանք կարողանում են թույլ տալ իրանց ձեր մոտ գնել բնակարան։ Եթե մենք խոսում ենք հայկական հարկատուների մասին, հա, մեր գրանցված աշխատողների մասին, 500-600 դրամից սկսած մարդիկ կարողանում են իրաց թույլ տալ, իսկ top պրոյեկտների մասով, որտեղ որ գույքը արժի պայմանական 4-5,000 դոլար եւ ավել, այդտեղ մենք ունենք նաեւ մի քանի միլիոն դրամ հասնող աշխատավարձերի մասին ենք խոսում, որ շատ ինքը փոքր տոկոս է կազմում ընդհանուր տնտեսության մեջ։ Տասնյակ միլիոնների մասին չի, հարյուրավոր միլիոնների մասին, կամուտի մասին չի։ Չէ, հարյուրավոր միլիոն պետք չի։ Մենք ունենք նաեւ պրոդուկտներ, ոնց որ օրինակ ներդրումային պրոդուկտների մասին խոսեցինք, օրինակ մեր Ծաղկաձորի Movenpick Resort Ծաղկաձոր պրոյեկտը, որը ինքը իրանով բացարձակապես ներդրումային պրոյեկտ է, որ գնորդին մենք առաջարկում ենք ձեռք բերել ամբողջությամբ կառավարված եւ վերանորոգած համար միջազգային հյուրանոցային բրենդում Movenpick բրենդից ձեռք բերել հանձնել 25 տարի կառավարման, այսինքն այդ մարդը կառավարման այդ ոչ մի բան է ծախսում եւ ձևավորել пассив եկամուտ այդ բիզնեսից, այսինքն այդ հյուրանոցը ինչքան փող աշխատում, դու քո ներդրմանը համամասնորեն այդպես գումար ես աշխատում։ Օրինակ նման պրոդուկտ ինքը ներդրումային պրոդուկտ է, թեև այդտեղ մեր մոտ մի քառակուսի մետրի գինը մոտարապես 3,500 դոլար է, ամբողջությամբ այդպես վերանորոգած կառավարած։ Այդուհանդերձ մենք այդտեղ օրինակ մեր պարտներ բանկի հետ ձևավորել ենք պրոդուկտ, որը որ կոչվում է split hypothec, այսինքն մարդը կարողանում է գույքի միջև 25 միլիոն դրամանոց կոմպոնենտը ձեռք բերել եկամտի հարկով գույքի, որովհետեւ օգտագործի իր, այսպես ասած, եկամտարկի ամբողջ պոտենցիալը։ Իսկ մնացածը տրամադրում ենք 4 տարի, օրինակ տարաժամկետ մարումներով։ Իսկ դա լեգալ է։ Դա լեգալ է ընդհանրապես։ Դա ամբողջությամբ լեգալ է, մենք մեր ընկերությունը ոչ բան չանում։ Չէ, ուղղակի դες դա լեգալ է, դա ուղղակի ճիշտ պրոդուկտի ճիշտ ստրակչերինգի եւ իրավական եւ ֆինանսական բաժանման առումով եւ բնականաբար գնորդին շատ հարմար լինելու առումով։ Իմ իմանալով ուղղակի անգամ դատական кейսերն են եղել Երևանում, երբ որ փորձել են կառուցապատողի հետ պայմանավորվեն, տենց սպլիտ անեն իրանց հիպոթեկը, բայց սպլիտ հիպոթեկի մասին չի ձեր ասածը։ Ձեր ասածը բոլոր այն кейսերն են, երբ որ մարդիկ ուղղակի ինչ որ գույքի գինը արհեստականորեն իջացնելով եւ այլն, փորձում են իրան տեղավորեն եկամտարկի լոգիկայի մեջ։ Մեր պարագայում մենք ունենք երկու լրիվ տարբեր ծառայություն։ Մեկը ակտիվն է, որը իր գինը ունի, եւ այդ գնով դու կարողանում ես եկամտարկից օգտվես։ Մյուսը իր այդ վերանորոգման եւ կառավարման հսկայական ծախսերն է, որը էլի ակտիվի գինն է, բայց ինքը առանձնացված գինն է, որի համար կառուցապատողը տրամադրում է առանձին տարաժամկետ մարում։ Եվ ես ձեզ վստահ ասում եմ, որ մենք միակն ենք շուկայում, որ նման պրոդուկտ առաջարկում է, ինքը ունի բավականաչափ մեծ համբավ եւ պահանջարկ։ Ես բան չունեմ ասելու, Movenpick-ը հետաքրքիր պրոյեկտ է ու ընդհանրապես բիզնես մոդելը ստեղ ուրիշ է, դու չես առնում ինչ որ անշարժ գույք, դու չես կարա դա համեմատես բնակարանի հետ,
պայմանական ավանում նույն գնով կամ չգիտեմ արաբ Հիմնական գիրում կենտրոնի հետ են համատում։ կենտրոնի Ներդրումային հետ։ ցանկացած գույք համատում են Հա, կենտրոնում։ բայց 1 միլիոն դրամով քառակուսի մետր 1 կենտրոնում միլիոն դժվար չէ, դեռ է։ մոտ 3.500 $, մոտ 1.4 միլիոն 1.4 դրամի կարգի է, Լավ, ասենք բայց հիմա 1.3 դիտողը նայում ու ասում է Ծաղկաձորում 1.4 միլիոն ու ես էլ եմ ասում Ծաղկաձորում 1.4 միլիոն։ դա շատ հստակ պատասխան ունի այդ հարցը, որովհետև ներդրողները եւ առհասարակ ներդրողների community-ն մարդիկ են, որոնք նայում են ֆինանսական ցուցանիշներին, հա։ Մեզ շատ հաճախ հարց են տալի, օրինակ ասում են, այդ կենտրոնում, այդ գնով ես Երևանի կենտրոնում գույք կառնեմ ու կտամ վարձով, հա։ Այդ կառնեմ եւ կտամ վարձովը, այդ երկու բառերի մեջ կա բավականաչափ մեծ ժամանակային gap, ֆինանսական gap, ներվերի gap, որը որ նախ պետքա անել այդ ամեն ինչը։ Այսինքն դու գույքը տարար, այդ գույքը երբ է պատրաստ լինելու, երբ ես դու իրան վերանորոգելու կարող ես։ Նախ այդ ստանդարտներով ինչ որ 5 աստղանի հյուրանոցն է անում, դու երբեք այդ ստանդարտներով ոչ գույք ես առնելու, ոչ նորոգելու ես մեկ։ Երկրորդը, երբ որ գույքդ պատրաստ է, դու հիմա ներդրողը հիմնականում լինում է զբաղված մարդ, ինքը կամ չգիտեմ high paid աշխատող այնչո միտեղ կամ բիզնեսմեն է կամ չգիտեմ portfolio holder-ը, այդ մարդը չունի ժամանակ գույքի կառավարման համար։ Այսինքն դու այդ գույքը sense տնես, դու չես կառավարելու, չես վազելու ամեն օր իրա, չգիտեմ, մակրությունը կազմակերպելու, հա, կամ չգիտեմ, քիմ մակրումը կազմակերպելու, դու չես ուզում զբաղվես դրանով։ Դու հանձնում ես ինչ որ կամպանիա, որը անում է, որը բավականաչափ մեծ շահույթի կտոր է վերցնում։ Երկրորդը՝ գույքի պահպանման ծախսերը։ Այսինքն ցանկացած մարդ, որ առավելապես օրավարձով տալիս է վարձատրության իր գույքը օգտագործման, այդ մարդիկ ժամանակ առ ժամանակ, դա 3-ից 5 տարին ամենաշատը պետքա թարմացնեն իրենց ռեմոնտը, էլ չասած, որ ընթացքում ինչ-որ բան է կոտրվում, անընդհատ դու պետք է առնես եւ այլն։ Այս պարագայում դու բոլոր նման ծախսերից ազատված ես, քանի գույքը գտնվում է կառավարման տակ 25 տարի, դու ուղղակի ոչ մի բանի ծախսի հետ գործ չունես, կգան տելևիզորը կջարդեն, չգիտեմ, զուգականը կվնասեն եւ այլն, էական չի, դու ազատված ես այդ ծախսերից։ Եվ երրորդ շատ կարևոր գործոնը, որ դու կառավարման ընթացքում սպասարկման եւ կոմունալ վճար չես տալի, դու ազատվում ես դրանից։ Իսկ հարկը այն անշարժ գույքի հարկը հարկը տալիս ես քո ակտիվն է։ Հարկը տալիս ես դու գույքը, բայց այդ առումով էլ Ծաղկաձորը բնականաբար ինքը հարկայնության ավելի ցածր գոտում է, դու Երևանի կենտրոնից առհասարակ համեմատելու չի։ Եվ երբ որ մենք մեր գնորդին, որը որ նման հարցադրումների մեջ է, օրինակ Ծաղկաձորում թե Երևանի կենտրոնում, այս ամեն ինչը բացատրում ես եւ ասում ես, արի պատկերացնենք, որ դու առել ես Երևանի կենտրոնում այսօր գույք, նախ տենց գնով չկա Երևանի կենտրոնում գույք, մենք արաբկիրի օրինակ մոտի գների մասին ենք խոսում, հա։ Եվ 8 տարի հետո նայենք դու ինչքան ես payback ունեցել, այսինքն քո ներդրումից ինչքան է հետեկել եւ համատես Ծաղկաձորի իր այսօրվա ստատիստիկ տվյալներով առանց туриզմի հավելաճի եւ այլն, այդ հյուրանոցը ինչ գումարներ է գեներացնելու եւ ինչքան գումար ես դու ստանալու, իրանք ուղղակի համատելու չեն։ Եվ ես ես վստահեցնում եմ, որ գնորդների մի հատ զգալի մաս ուղղակի, երբ որ իրանք այդ ամեն ինչը իրացնում են այդ ինֆորմացիան, այսպես ասած, իրանք միանշանակ կատարում են իօքուտ Մովենպիկի։ Եվ բացի դրանից կան հենց portfolio holder-ներ, որոնք որ շատ հեշտ ու արագ հասկանում են, մարդիկ ծանոթ են Երևանից դուրս, ոչ Հայաստանից դուրս, այդ ստրատա, այդ հյուրանոցային մոդելի աշխատանքին, որը որ Middle East-ում էլ կա, Vegas-ում է կա, EU-ում է կա, տարբեր տեղեր կան, այդ մարդիկ իրանք շատ լավ գիտեն այդ product-ի մասը ինչ է, եւ իրանք շատ հեշտ են այդ որոշումը կայացնում, ելնելով զուտ գնի ֆակտորից, որ Հայաստանի Հանրապետությունում օրինակ այդ $3.500 գինը համարժեք է, չգիտեմ, ամերիկյան օրինակ $8-9,000-ին կամ նույն product-ը Middle East-ում։ Այդ մարդիկ հեշտ են գալի եւ ես մի հատ էլ ուղակի կուզենայի կարևոր բան շեշտեի, որ նման product-ով, օրինակ City-Nest ընկերությունը նաեւ առաջի քայլերն անում, որ միջազգայնացնի Հայաստանի շուկան եւ մենք բացելով product, որը նաեւ հասանելի է աշխարհի տարբեր կետերում, այսինքն դա օրինակ պայմանական Զեյթունում ինչ որ մի հատ բնակելի շենք չի, որը որևիցե ձևի հետաքրքիր չի սպառողին, եթե դու հայ չես, բարեկամ չունես, որը Զեյթունում տուն ա ուզում եւ այլն, այսինքն այդ ներդրումային product-ը իր միջազգային բրենդով ինքը հասանելի է աշխարհի տարբեր կետերում եւ մենք ունեցել ենք սպառողներ, մեծականակ, ոչ մեկ, ոչ երկու հոգի, որոնք որ չունենալով Հայաստանի հետ աբսոլյուտն որևիցե կապ, ունենալով լրիվ առանձին հայերի հետ կապ չունեցող անազգամ, որոշում են կայացնել Հայաստանում ներդրումային գույք ձեռք բերելու համար։ Դա ես համարում եմ օրինակ մեր ընկերության տոպ նվաճումներից մեկը։ Ես այդտեղ համաձայն եմ, որովհետև ուղղակի ես տենց strategy եմ գրում ամեն տարի, ինչ եմ անում, ոնց եմ ծախսելու գումարը այդ տարի եւ այլն, ու ես հստակ
Ես քանի որ ունեմ հնարավորություն ցած ընկնել այդ ներդրումային, չգիտեմ, բիզնեսի մեջ ու սկսել, չգիտեմ, առնել փոքրիկ տները Երևանում վարձով տալու համար, ես ինձ դրանից հատուկ պահել եմ ու գրել եմ, որ հանգարց չմտնես, որովհետև դա մեկը բիզնես է։ Ինձ թվում է Հայաստանում ընդհանրապես քչերը հասկանում են, որ երբ որ դու կողքից ինչ որ տուն ես առնում ու մտածում ես, որ դու ես Airbnb-ով օրավարձով ես տալու, ու դա пассив եկամուտ է լինելու, ինձ թվում է իրանք չեն պատկերացնում, որ դա вообще пассив եկամուտի մասին չի, բայց եթե կա տենց հնարավորություն, որտեղ դու պրեմ ոչ մի բան չես անում, դա հետաքրքիր է։ Ու մանավանդ որ այդտեղ աշխատում է եկամուտահարկը, բայց իմ մոտ հարց կա, օրինակ, որ անկեղծ ասեմ, ես մինչև հիմա չեմ հասկացել Ծաղկաձորը ինքը իրանից ինչ է ներկայացնում, ինչ positioning է դա։ Դիլիջանը հասկանալի է, դու գնում ես այնտեղ օդ ես շնչում, կանաչ գոտի է ինչ որ։ Գնում ես Ծաղկաձոր, ինչ անես, ինչ կա այնտեղ բացի հյուրանոցներից։ Ու ձմեռը մի հատ լույս քշելու տեղից։ Okay, լավ հարց է։ Ծաղկաձորի ներդրումային պոտենցիալը իրականում Դիլիջանից բավական չէ բարձր է, հա, վերադառնանք էլի ֆինանսների տրամաբանությանը, այլ ոչ թե էմոցիաներին, որտեվ որպես սպառող միգուցե ես ինքս էլ Դիլիջանը ավելի շատ եմ սիրում, չգիտեմ, ընտանեկան ժամանցի համար, օրինակ, բայց երբ որ դու նայում ես ֆինանսների լեզվով եւ ներդրումների լեզվով, Ծաղկաձորը ավելի հետաքրքիր է ինչի, որտեվ Ծաղկաձորը ունի երկու ամբողջական սեզոն տուրիստական, այսինքն ձմեռ եւ ամառ, ընդ որում ձմեռը երկար անցած, այսինքն միջին զբաղվածությունը հյուրանոցների շատ ավելի բարձր է, քան Դիլիջանին է իրական, երբ որ դու համատում ես ու խոսքը նույնիսկ չի վերաբերվում այսօրվա շուկային եւ այսօրվա մասնակիցներին, այլ խոսքը վերաբերում է 3 տարի հետո ինչ կարա լինի Ծաղկաձորը, հա, եւ երկրորդ ոնց որ կոմենտը որ կուզենա անել, դա հենց քաղաքի տրանսֆորմացիան է, այսինքն Դիլիջանն էլ Ծաղկաձորն է հին քաղաքներ են, իրանց հին ինֆրաստրուկտուրով եւ այլն, եւ այսօր որ մեկն է ոնց է տրանսֆորմացնում, այդտեղ նաեւ շատ կարեւոր է, այսպես ասած, public private partnership-ը, թե պետությունը ոնց է համագործակցում, քաղաքապետարաններ եւ այլն, ինչ փոփոխություններ են այդտեղ արվում եւ երկու տեղն է մենք ունենք բավականաչափ դրական դինամիկա, բայց երբ որ դու այդ օրերի քանակը վերցնում ես, դու վերցնում ես իրան Երևանից մոտ լինելու հանգամանքը 40 րոպե, այսինքն արագ հասանելիությունը, դու վերցնում ես իր արդեն գործող ինֆրաստրուկտուրան, կանատնայի ճանապարհը մեր, հա, մնացած բոլոր կոմպոնենտները ինչ որ կան, այնտեղ սարեր բարձրանալ, հայքինգ, բայքինգ, ինչ ասես կա արդեն այնտեղ պոտենցիալը շատ մեծ է իրան տրանսֆորմացնելու դեպի ժամանակակից եւ սկի ռեզորտ եւ ամառային շատ կայֆոտ հանգստավայրի, հա։ Մեր տեսլականը Ծաղկաձորի մասով իրականում բավականաչափ մեծ է եւ հեռու։ Այդտեղ մեր պրոյեկտների մեջ, օրինակ կա պրոյեկտ, որ Movenpick-ն է, մենք դրա մասին արդեն խոսացինք, դա 5 աստղանի դասական հյուրանոցային համալիր է, որտեղ սեփական տերերը նաեւ, հա, համարի սեփական տերը իրանք ունի 15 օր գա հանգստանա, ընդ որում ոչ տոն օրերին այդպես կարա բաժանի կտոր գա, բայց տոն օրերին ինքը չկար գա, որովհետև սա բիզնես է եւ ակնկալում է որ տոն օրին իր ակտիվը իր համար պետք է ավելի մեծ եկամուտ ձևավորի։ Եվ իր կողքը մենք ձևավորել ենք ամբողջությամբ նոր կոմպլեքս, որի մեջ ներառված է Holiday Inn, էլի միջազգային հյուրանոցային ցանցը 70 համարով, եւ այդտեղ կողքը մենք ստեղծել ենք private ռեզիդենցիաներ, որոնք վաճառում ենք եւ վերանորոգված եւ առանց նորոգման, որտեղ մարդը կուզենա կապրի, կուզենա կգա, չգիտեմ, ժամանակ կանցկացնի համար, կուզենա ինքը կկառավարի իր միջոցներով եւ կարա նաեւ հանձնի օպերատորին, այսինքն մեծ կառավարման համար, հա։ Եվ այդտեղ օրինակ, տեսեք, որ ասում եք ինչ կա Ծաղկաձորում։ Մենք հիմա ստեղծում ենք Երևանից դուրս ամենամեծ կոնգրես հոլը, 3000 անձի համար նախատեսված։ Մենք Ծաղկաձորը այն տեղն է, որտեղ իմ շրջապատից վստահ եմ նաեւ քո շրջապատից մարդիկ կլինեն, որոնք կասեն իվենտներ մեծ կազմակերպելու տեղ չկա, то есть եւ պետական եւ private business-ի շրջանակներում ժողովներ, գագաթնաժողովներ եւ այլն, ինչը նաեւ օգնում է մեզ կազմակերպել private միջոցառումներ, ոնց որ հարսանիք, ծնունդ, կնունկ եւ այլն։ Մեծ մասշտաբային մասին է, որովհետեւ 3000 մարդը դա բավականաչափ մեծ բան է եւ ինքը աշխատելով տարվա մեջ ես վստահ եմ համարյա ամեն ուրբաթ շաբաթ կիրակի ինքը հենց իրանով գեներացնելու է պահանջարկը հյուրանոցային համալիրների համար։ Մենք այնտեղ ստեղծում ենք փոքրիկ դահուկային դպրոց սկսնակների համար ու մարդիկ չգնան այդ հիմնական ռիզորտը
բան անելու, հա, աշխատացնելու կամ տանջվելու եւ այլն, այլ առաջի քայլերը այդտեղ սովորելու համար։ Մենք այդտեղ ունենք տարածք, որի համար նախատեսել ենք օրինակ shopping outlet եւ հիմա արդեն բանակցում ենք տարբեր outlet հենց բրենդերի հետ, որտեղ որ ոնց որ եվրոպական ձեր ասած հիմնական մայրաքաղաքներում, մայրաքաղաքից մոտ 30-40 րոպեվա հեռավորության վրա կա outlet, որտեղ մարդիկ գնում են shopping-ի։ Իսկ ինքը կոնկրետ տուրիստական ուղղություն է, կոնկրետ նպատակներով։ Եվ Ծաղկաձորը այդ առումով շատ հարմար է, որտեղ որ մենք այդ ինֆրաստրուկտուրան եւս ձևավորելու ենք։ Մնացած բաները, ոնց որ կազինո, մյուս եւ այլն, իրանք բնականաբար լինելու են։ Մենք նաեւ ստեղծում ենք շատ մեծ սպորտային հանգույցներ այդ երկու հյուրանոցների համար, որտեղ լինելու են թենիսի կորտեր, փադելի դաշտեր, շատ մեծ դրսի բասեին, ներսի բասեին եւ այլն։ Այսինքն, երբ որ դու այդ երկու կոմպլեքսը համատեղ իր բոլոր ծառայություններով նայում ես, ինքը իրանով դառնում է տուրիստական մագնիտ, որտեվ այսօր դու կարող մտածես Ծաղկաձոր գնամ ինչ անեմ, ու հարցիդ պատասխանը չգտնես, բայց այդ հարցի պատասխանը այսօր նաև տալիս ենք մեր գործողությունները, որոնք ուղղված են ապագային, եւ մենք 4 տարի հետո այդտեղ ունենալու ենք ինֆրաստրուկտուրա, որը ոչ Դիլիջանում կա, ոչ այլտեղ, եւ ինքը եւ պրոֆեսիոնալ համայնքի համար է, եւ մասնավոր համայնքի համար է։ Ինձ թվում է ստեղ արդեն Դիլիջանը ու Ծաղկաձորը, որ դու ներկայացրել ես, համեմատել չի կարելի, որովհետև Դիլիջանը ստեղ լրիվ ուրիշ հանգստի համար է։ Ծաղկաձորը լրիվ ուրիշ, շատ ավելի ակտիվ, շատ ավելի ինչ որ պրոֆեսիոնալ, Դիլիջանը ինձ թվում է շատ ավելի ուրիշ իմիջ ունի, ավելի ուրիշ Դիլիջանը դեռևս սովետական ժամանակներից ապացուցված բժշկական օդի աղբյուր է հանդիսացել։ Դիլիջանում մենք ունենք շատ հետաքրքիր նախագիծ, որը բացվում է հենց հիմա արդեն իր դռները սպառողների առաջ, իսկ պատրաստ է, կոչվում է Allur Residence։ Դա Տավուշի հացի գործարանն էր, որը վերակառուցվել է Ստորակետ ճարտարապետական ստուդիայի հետ միասին։ Մենք այդտեղ ստեղծել ենք տարածքներ համալիր, որը որ կարելի ասել եզակի է իր տեսակի մեջ, քանի որ ինքը առաջարկում է 40 մետրանոց գույքից մինչև 300 մետրանոց պենթհաուսներ, շատ հետաքրքիր։ Իսկ այդ հացի գործարանի նախին կառուցվածքը մեզ հնարավորություն է ստանալ տարածքներ, բնակարաններ, մեզանինով, երկհարգանի, որոնց մի արտաքին պատը ինքը 6-6-ի վրա, իսկ մոտավորապես 36 քառակուսի մետրանոց պատուհան է, որը նայում է Դիլիջանի այդ սարերին, կանաչ տարածքներին եւ այլն։ Ինքը ուղղակի ֆենոմենալ է, այտենց բան չկա։ Եվ այո, այդ տեսանկյունից մենք օրինակ Դիլիջանը դիտարկում ենք միշտ որպես կիսաներդրումային տեղ, այսինքն մարդը, սպառողը պետք է իր համար որոշում կայացնի, ինքը ուզում է, եթե դա միայն բացարձակապես ներդրումային գույք է, այդտեղ այլ պրոդուկտներ են աշխատում։ Եթե դա գույք է, որը մարդը ուզում է նաև հանգստանա, չգիտեմ, պատրաստ չի վարձով տալու, ուզում է դեռ գույք ունենա, շուշ ավելի արագ գնալու սպառը, ապա Դիլիջանը այդ տեսանկյունից եւս շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Ես իրականում անհանգիստ եմ Դիլիջանի համար, քանի որ շատ եմ սիրում այդ քաղաքը։ Ես անհանգիստ եմ, որ ես լիքը կառուցապատող է մտնելու այդտեղ, տեսնելով օրինակ, որ Green Rock ընկերությունը լիքը գումար է ներգրավել, որ նախագծեր են կառուցվում Դիլիջանում, ու ես անհանգիստ եմ, որ այդ քաղաքի տեսքը գցելու են, ինչպես եւ գցել են Երևանի տեսքը։ Ես կարծում եմ պետք չի նման անհանգստություններ ունենալ, որովհետեւ նախ մենք շատ լավ ծանոթ ենք Դիլիջան քաղաքում ընթացող պրոյեկտներին եւ նաեւ շատ լավ ծանոթ ենք ինչ պրոյեկտներ են գալիս դեպի Դիլիջան, այդ թվում ինչ բրենդեր են գալիս Դիլիջան։ Ես կարծում եմ հետեւյալը, նախ գրագետ միջազգային այդ ցանցերի մուտքը տարբեր ռեգիոններ, իրանք բարձրացնում են այդ ռեգիոնների եւ համբավը որպես ներդրումային տեղ եւ սպասարկման համբավը եւ իրանց հետևից իրանք բերում են այլ մասնակիցներ, հա, օրինակ ինչի Դիլիջանում չկա լավ կինոթատրոն, հա, որտեվ այդտեղ օրինակ պայմանական չկար լավ հյուրանոց, որի կողքը կար լավ կինոթատրոն եւ ինքը ապահոver մշտական զբաղվածություն եւ հյուրանոցը եւ կինոթատրոնի համար, բայց հաշվի առնելով որ ինքը Երևան Թիֆլիս ճանապարհի վրա որտեղ ամեն օր բազմահազար մեքենաների հոս կա, տրամաբանորեն այդտեղ շատ նորմալ է, եթե լիներ մի հատ կինոթատրոն, որտեղ մարդ կանգներ, կհանգստանար, չգիտեմ, ռեստորանից կօգտվեր, մյուսից եւ այլն։ Այսինքն այդտեղ վախենալ պետք չի, արխիտեկտուրայի մասով Դիլիջանը բավական չափ գեղեցիկ պրոյեկտներ են եւս ոնց որ ձևավորվում հիմա։ Այդ առումով իսկ մրցակցության մասով ես կարող ասեմ ինքը կարա բերի մենակ ոնց որ սպառողների շահերին, էլ այսինքն ինքը բարձրացնելով սպառողների շահերը միանշանակ։ Չգիտեմ։
Ես հույս ունեմ տենց, հա, ես ավելի շատ արխիտեկտուրայի մասին եմ, բայց դու հիշեցրեցիր նաև գների մասին, որ կարան ես հիշեցի, որ կարան գները եւս մեկ անգամ։ Արմեն ջան, ես քեզ կարամ հստակ ասեմ մեր ստատիստիկ տվյալներից, օրինակ, եթե ինձ հարցնեն Դիլիջան քաղաքում ինչ պետք է արժանագույքը, որպեսզի ինքը միջին վիճակագրական երևանցուն հետաքրքրի, ապա դրա պատասխանը $1000-ից ավել պետքա չլինի։ Բայց ակնհայտորեն շինարարության ինքնարժեքը, եթե դու ուզում ես ստանալ հետաքրքիր product, ընդհանրապես կարևոր չէ դու Երևանում ես իրան կառուցում, թե Դիլիջանում, ինքը ունի մեծ ինքնարժեք, ինքը մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում եւ բնականաբար եթե դու ուզում ես ունենալ շատ լավ product, օրինակ ոնց որ մեր Ալու ռեզիդենսն է, դու պետքա դրա համար վճարես եւ բնականաբար դու նաեւ դրա սպասարկման համար պետքա վճարես, որտեվ այսօր սպառող է, որ ոչինչ է կայացնում, առաջերտին ինքը ակտիվի գնին է նայում, բայց ինչքան թանկ ակտիվ դու առնում ես, այդքան իր սպասարկումը, իր պահպանման ծախսերը բարձր են։ Եթե դու ուզում ես ստեղից գնաս Դիլիջան ձմեռը հանգստանալու եւ բջջային հեռախոսով միացնես քո տան ֆանկոլները, որպեսզի տաքանա, միջև դու հասնես տեղ, դա գին արժի։ Եվ եթե դու այդ product-ը սպառողն ես, դու պետքա ունենաս։ Եթե դու ուզում ես ընդամենը 4 պատ այնտեղ որոնց արժեքը է, մոտարապես $1000 առնելու, խնդրեմ, տենց բաներ են այնտեղ ձևավորվում։ Իսկ քանի տոկոս գումար աշխատում, քանի տոկոս եկամուտ է գեներացնում կառուցապատողը ամեն քառակուսի մետրից middle premium անշարժ մեջ։ Ես չեմ ուզում այդ հարցը հասկանալ։ Տոկոսային չեմ անդրադառնա դրան, որտեվ մեր կառուցապատման դաշտ առասարակ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի developers-ի բիզնեսը ձևավորված է ամբողջությամբ այլ տրամաբանությունների մեջ, ինչով է դա պայմանավորված։ Ու իրականamente մենք մի քիչ պետքա գնանք դեպի հարցի խորքը։ Մեր մոտ մուտք դեպի այդ բիզնեսը, մուտքի տոմսը բավականաչափ ցածր է։ Այսինքն մենք ինչ ենք տեսել, օրինակ, մանավանդ եկամտահարկի ֆակտորով պայմանավորված, բավականաչափ մեծ քանակությամբ անձիկ, որոնք ունեցել են հող, ժառանգած հող եւ այլն։ Որոշել են հողի վրա անեն նախագիծ, հետո փորձել են վաճառել, ինչքան կվաճառվի եւ այլն, ու ունեն ինչ որ կիսա successful պատմություններ, հա, կամ դժվար բիզնեսի ոնց որ ընթացք կամ դանդաղ վաճառքներով եւ այլն։ Կան մարդիկ իհարկե, որոնց մոտ դա լավ է տեղ ունեցել։ Այդ առումով ասել, թե իրականում ինչքան գումար է աշխատում կառուցապատողը, շատ բարդ է, որովհետեւ Երևանի կենտրոնում օրինակ, հա, եթե խոսում ենք պրեմիալ գույքերի մասին, մարդ կա, որը որ ժառանգել է հողը, կամ այդ հողը ձեռք է բերել 30 տարի առաջ լրիվ այլ գնով, այսինքն զուտ cash flow-ի տեսանկյունից, ֆինանսական հոսքերի տեսանկյունից, թողը լրիվ այլ գին այլ տրամաբանություն ունի եւ իր եկամուտները հաշվարկելիս մարդիկ ուրիշ հաշվարկների մեջ են։ Այն մարդը դասական ոնց որ ներդրողը, ասենց ասեմ, որը որ այսօր օրինակ արտասահմանից գալիս է Հայաստան, ձեռք է բերում Երևանի կենտրոնում հող եւ այդ հողի վրա անում է թանկարժեք պրոյեկտ եւ այդ պրոյեկտը եթե ինքը նորմալ ընթացք է ունենում, ինքը կարող է մինչև 30-40% շահութաբերություն ձևավորել այդ պրոյեկտից։ Որ սեգմենտն է։ Դա mid եւ upper segment-ն է, էլի։ Հետաքրքիր է, դες պատասխանեցիր։ Չէ, իրականում շատ տարբեր են, ու այդտեղ ես ասեմ, այդտեղ երկու գործոն կա ֆինանսական ցուցանիշների մասին խոսելիս, այդտեղ ոչ միայն շահութաբերությունն է կարևոր, այլ այդ հենց իմ առաջի ասած գործոնը կարևոր return on equity, այսինքն դու ինչքան գումար ես դրել այդ բիզնեսը ձևավորելու համար։ Իսկ return on equity-ն 30-ը դա շատ համեստ թիվ է, երբ որ դու խոսում ես դրա մասին։ Այսինքն հաշվի առնելով ֆինանսական գործիքների հասանելիությունը, այսինքն վարկերը, որոնցով որ կառուցում ես այդ շենքերը, քո հողը, որը օրինակ ժառանգությամբ ստացել ես, հա, դու կարողանում ես ձևավորել այդ բիզնեսը։ Բայց իրականում ես ունեմ մի քիչ այլ կարծիք այդ ամեն ինչի առումով, եւ ես կարծում եմ, օրինակ մեր նախորդ դարաշրջանը, որով օրինակ, հա, եկամտահարկի դուրս գալով համարում են փակված, մենք պետքա զտենք այդ մասնակիցներին եւ դա ես կարծում նաեւ օրինակ շինարարության թույլտվությունների տրամադրման հետ ասոցիացված կամ կապված անմիջապես գործոն է։ Օրինակ, եթե ընկերությունը ուզում է ձևավորել նախագիծ, հա, կամ մտնել մի հատ նախագծի մեջ, որը արժի $50 միլիոն, դու պետքա նաեւ ունենաս իր ֆինանսական հնարավորությունների, այսպես ասած, ֆինանսական մկանները չափելու գործիքներ եւ վալիդացիաներ։ Որպեսզի մենք որպես երկիր, որպես սպառողներ, խնդրի առաջ չկանգնենք, այսինքն մարդը սկսում է մի հատ պրոյեկտ, ինչի համար ինքը համապատասխան գումար չունի եւ ինքը հարցական է այդ պրոյեկտը տեղ կհասցնի, չի հասցնի, ինչքան ժամանակում կհասցնի եւ այլն, այսինքն դա ուղիղ սպառողների շահերի
պաշտպանությունը։ Այսօրվա ընթացակարգերի մեջ նման կոմպոնենտ չկա, ուղղակի կա նախագիծը, այդ նախագիծը կամ համապատասխան շինարարական նորմերին եւ իր համար թույլ տրվում այդ թույլատվությունը, հետո կառուցապատողը այդ պրոյեկտի սեփականատերը մանա գալի ֆինանսավորում, որտեղից դա կանի կամ այդ ամենը զուգահեռ արվում։ Այդ ֆինանսական մկանները շատ հետաքրքիր արտահայտություն է։ Ես ամենասկզբից ֆիքսել եմ այդ արտահայտությունը, ուզում եի դա քննարկեի։ Նայ, ստացվում է, որ մեր երկրում կառուցապատողները սկսում են շինարարությունը շատ հաճախ չունենալով այն գումարը, որ անհրաժեշտ է այդ շինարարությունը ավարտելու համար, եւ հույսը դնում են հաճախորդների ոնց որ փողի վրա։ Այսինքն, եթե դու պարալել անցկացնես, դա բուրգի նման չի։ Ես չէի ասի բուրգի նմանա, բացատրեմ ինչի, համենայն դեպս ես երբ որ ասում եմ, как минимум տենց եղել է։ Տենց եղել է, ես եկամ տահարկի, այսպես ասած, բումի ալիքի ժամանակ, հա։ Եվ այդ ամեն ինչը նաև կարելի ասել զուգակցվել է այն գործոնի հետ, որ ինչ ստեղծվել է, դա վաճառվել է։ Հա, օրինակ, շենք շատ պրիմիտիվ արխիտեկտուրայով բոքսեր, բազմահարկ, չգիտեմ 300, 500 բնակարներով, երբեմն 1000 բնակարներով եւ այլն, հա, տենց եւ այդ պահանջարկը եւ այդ բիզնեսի գործոնը ծնել է նաեւ նման կառուցապատողների։ Այսինքն ոնց է, եւ մենք երբ որ խոսում ենք օրինակ վարձակալության բիզնեսի մյուսի մասով, որ օրինակ քո հարցը ամենասկզբից տվեցի, թե մենք ճգնաժամերին ոնց ենք ադապտացվելու, հա։ Մենք իրականում ճգնաժամ չունենք։ Մեր մոտ եղել է թռիչքաձև վերելք այս բիզնեսի դաշտում, էկոնոմիկայի տարբեր ֆակտորներով պայմանավորված եւ մենք հիմա վերադառնում ենք դեպի մեր օրգանիկ ծավալները անշրջգույքի շուկայի, որը որ եւ առաջարկի եւ պահանջարկի առումով է օրգանիկացվում, հա, գալիս է համարտեցման եւ նաեւ մասնակիցների առումով, այսինքն եթե կարելի ասել այս ոլորտի մեջ, անշրջգույքի մեջ ընթացքում ձևավորվել են բավականաչափ մեծ քանակությամբ տուրիստներ, որոնք որ այս բիզնեսին վերաբերվել են, չգիտեմ, ոնց որ Հայաստանի շատ այլ ոլորտներում, չգիտեմ, օրինակ տաքսի ծառայություններում, հա, 20 տարի առաջ մեկը բացում էր, հետևից 5 հոգի բացում էին, այդ դոմինոյի էֆեկտով իրանք ոնց որ ձևավորվել են, հիմա հետ են մաղվելու, որովհետև հիմա ես կարծում եմ, եկամ տարկի դուրս գալուց հետո մնալու են միայն այն մասնակիցները, որոնք որ կարողանալու են ձևավորել իրական արժեք սեղանի վրա, այսինքն սպառողի համար ունիկալ պրոդուկտ, հետաքրքիր պրոդուկտ ճիշտ գներով ձևավորված ներդրումային պրոդուկտներ, որոնք որ ճիշտ հաշվարկված են թափան։ Եվ մենք տեսնում ենք նաև սպառողի վարկագծի փոփոխությունը դա։ Այսինքն սպառողն էլ է դառնում ավելի քմահաճ։ Առաջ, երբ որ մարդը գալիս էր բնակարան առնելու, նույնիսկ 5 տարի առաջ, 4 տարի առաջ այդ բումի ժամանակ, նույն մարդիկ, ոնց ասեմ, իրանք լիքը բաներից անտեղյակ այդ որոշումը հեշտ կայացնում են, որովհետև կար այդ եկամ տահարկի վերադարձը, որում այդ եկամ տահարկի վերադարձի մասով էլ ասեմ, որ հաշվարկներ մարդկանց կողմից բացարձակապես չէր արվում, այսինքն իրանք մտածում են, որ առնում են բնական վճարելով 50,000 դրամ, բայց դա բացարձակապես տենց չի։ Դու այդ վճարելու ես ամբողջությամբ քո ակտիվի փողը, վճարելու ես շատ մեծ տոկոսներ, այդ եկամ տահարկի վերադարձի, որ վերադարձում այդ վարկային տոկոսները հաշվարկվում են քո վրա, հաշվարկվում են իրականում։ Եվ 10 տարի հետո, օրինակ 20 տարանոց վարկի պարագայում, դու սկսելու ես ավելի շատ մայր գումար վճարել, քան տոկոս, որը քեզ հետ չի գալու։ Ու մարդիկ այսօրվա իրանց կարողություններով վերցնում են այդ վարկերը շատ հաճախ չպլանավորելով իրանց ֆինանսական ծախսերը, ոնց որ դրա գալիք բանի համար էլի, հետագա սպասարկման համար։ Հետաքրքիր է։ Ու մանավանդ հետաքրքիր է, որ ասացիր, որ մարդիկ սարքում են, ով ասես, այնտեղ սարքում էր տներ, անգամ միջև վերջել չէին սարքում։ Այդ հնարավորությունից չէին օգտվում նորմալ։ Ես գիտեմ, որ Հայաստանում կա sense խնդիր, որ շենքերը սարքում են, բայց բնակարանները բոլորը վաճառում են, բայց չեն ստանում ինչ-որ ավարտական ակտ, բյուրոկրատիկ ինչ-որ process-ը ոնց հասկանում են, բայց այդ չեն անում, ինչ-որ X, Y, Z պատճառներով։ Ու հիմա մենք ունենք իրավիճակ, որտեղ կենտրոնում նույն Դիանա Աբգար կամ Մալիբու կոչվող այգու շենքերը, որոնք համարում են էլիտար շենքեր, շատ հանգանոց շենքեր, որտեղ քառակուսի մետրը հասնում է 10,000-ին, 7-ից 10,000 բնակարաններ կան, ու այդ շենքերի մի մասը չունի ավարտականի ակտ։ Ոնց կարա դա ընդհանրապես լինի Երևանի կենտրոնում։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, որտեղ ամենակարևոր մասը, ամենաթանկ մասը մեր քաղաքի զբաղված է ոչ բարեխիղճ կառուցապատողներով։ Դե ես նման որակում իհարկե ինչ չեմ թույլ տա, քան որ ծանոթ չեմ մանրամասն այդ кейսերին, բայց կարամ ընդհանրական ասեմ հետևյալի մասին։ Ինչ բան է ավարտական ակտը։ Ավարտական ակտը դա շին թույլտվությամբ նախատեսած ժամկետների մեջ
շինթույլտվության պայմաններին, տեխնիկական պայմաններին համապատասխանող շենքի կամ համալիրի կառուցապատման ծրագրի ավարտն է նշանակում, որտեղ կան համապատասխան պատկան մարմիններ, ամեն մեկը իր կողմից գալիս է ստուգումներ անում է եւ համապատասխանության դեպքում ձևավորվում է այդ ավարտական ակտը, ինչը նշանակում է, որ շենքը բարեհաջող հանձնվում է շահագործման եւ գույքը իրավունք ունի գրանցվելու արդեն որպես բնակարան, հա, ինքը դառնում է ակտիվ արդեն գոյություն ունեցող։ Ակտիվից դառնում է ակտիվ եւ փոխանցվում է սեփական տիրոջը օգտագործման համար։ Որ դեպքերում դա տեղի չի ունենում։ Որտեղ պատճառները իրականում շատ չեն։ Իմ համար, օրինակ Հայաստանի Հանրապետությունում համար 1 պատճառը դա ճիշտ պլանավորման բացակայությունն է։ Այսինքն մենք որ խոսում ենք այդ նաև բավականաչափ մեծ քանակությամբ, այսպես ասած, տուրիստների մասին, այդ ոլորտի մարդիկ, որոնք որ ես իրականում դրական եմ արտահայտում, որովհետև այդ մարդիկ համարձակ մարդիկ են, փորձել են բիզնես անել եւ այլն եւ բազմաթիվ դեպքերում նաև ունեցել են հաջողություններ։ Ամեն դեպքում իրենց մեծ մասը չուներ այդ փորձառությունը, այսինքն այդ բիզնեսին առհասարակ ծանոթ չէին։ Որոշ դեպքերում ես շփվել եմ մարդկանց հետ, որոնք որ կառուցապատողին հարցնում ես, ասում ես ով է քո իրավաբանը, ասում է ես եմ, ասում եմ իսկ ֆինանսիստ ով է, ասում է ես եմ եւ այլն, ուտեղ արդեն պարզ է դառնում, որ այդ պրոյեկտը միանշանակ ունենալու է եւ ֆինանսական պլանավորման եւ իրավական կարգավորումների մեջ բավականաչափ մեծ խնդիրներ։ Այդտեղ ես պետք է ասեմ նաեւ մեր ընկերության այդ հիմնական ծառայություններից մեկը նաեւ հենց շինարարության մենեջմենտն է, construction management-ը, որը ենթադրում է ամբողջ շինարարական process-ների եւ պլանավորում եւ կազմակերպում, այդ թվում իր ֆինանսական ճիշտ մոդելի մեջ, որ այդ ամեն ինչը ոչ միայն ունենա ժամանակին, այլ այդտեղ դու ֆինանսական ճեղքեր չունենաս, վաճառքների հետ համարտեցվի եւ այլն, որpիսի դու ճիշտ ժամանակին դիմես այդ ավարտական ակտի համար եւ ունենաս այն product-ը, որի համար դու չմտածես, որ ավարտական ակտը գալու է, ստացվելու է։ Այ Հայաստանի Հանրապետությունում նման ծառայություններ մատուցող ընկերություններ եւս կան, իրանք շատ չեն, բայց դու ունես մի բանակ կառուցապատողներ, որոնք չեն օգտվում այդ ընկերություններից։ Եվ բացի դրանից առաջ կար նորմատիվային թույլտվություն, որ ինչ որ գումար վճարելով, բավականաչափ համեստ գումար էր առաջվա չափանիշներով, դա դու կարող ես այդ շինթույլտվությունը երկարացնել եւ եթե դու գնորդի պայմանագրի մեջ, ձեռբերման պայմանագրի մեջ ունենում ես կետեր, որով թույլ էր տալի քեզ անթիվ քանակությամբ երկարացնել այդ շինթույլտվությունները, դու գալիս ես մի հատ այդ գումարը տալիս ես, ավելացնում ես եւ այլն։ Հիմա բնականաբար այդ զսպող գործոնը մեր պետությունը արեց, բավականաչափ թանկացրեց այդ ցանկացած տիպի փոփոխություն, որը որ ցավոտ է դարձնում այդ փոփոխությունը, ուստի կառուցապատողը արդեն հասկանում է, որ ինքը եթե ինչ-որ ժամկետների մեջ տեղ չանի եւ ճիշտ որակական պարամետրերով չհանձնի գույքը, ինքը չի ստանալու այդ ավարտական ակտը։ Հիմա մենք ունենք շատ տարբեր кейսեր մեր քաղաքի տարբեր ծերերում, ինչի մարդիկ դա չեն ստացել։ Մեկը սխալ է կառուցել, մեկը վատ է պլանավորել, մեկը դեֆոլտի մեջ է, մեկը չի կարծել եւ այլն։ Մի աշխարհ պատճառներ կարան դրա համար լինեն։ Հետաքրքիր է, բայց չի արդարացնում ամեն դեպքում կառուցապատողներին, որովհետև տուժում են այն մարդիկ, ովքեր ձայն են տալիս իրենց նախագծերին իրենց գումարով։ Դրա համար ես նշեցի, որ վարկարժանության, կառուցապատողի վարկարժանության եւ ֆինանսական իր ուժի, այսպես ասած, եւ ներուժի հնարավորությունները պետք է ճիշտ գնահատվի, միջև այդ մարդուն թույլ տան, որ ինքը առասարակ մտնի այս ոլորտ։ Ես ամենայն դեպս տենց եմ տեսնում, ես կարծում եմ, որ զարգացած երկրներում դա պարտադիր կոմպոնենտ է եւ դրա համար, երբ որ դու օրինակ արևմտյան աշխարհի հետ առնչվում ես եւ շփվում ես կառուցապատող ընկերությունների հետ, դու տեղ տենում ես ինստիտուցիոնալ ընկերություն, այսինքն ընկերություն, որը ունի բոլոր համապատասխան բաժինները, հա, մենեջմենտ, վերահսկողություն, պլանավորում, ֆինանսական բաժին, իրավական բաժին, հաճախորդների կոմունիկացիա եւ այլ ամեն ինչ ինքը ինչ որ ունի, չասած արդեն այս corporate responsibility, green engineering, ամեն ինչ որ կա։ Այ դու գործ ունես, երբ որ դու կառուցապատող ես, դու գործ ունես այդտենց մեծ մարմնի հետ, որը ունի բավականաչափ լայն հորիզոնական բաժանումներ ընկերության մեջ։ Երբ որ դու խոսում ես միջին հայկական կառուցապատողի մասին, դու ունես այսպես նեղ մի հատ ստրուկտուրա, որտեղ միգուցե մի քանի անձներ գրաված են, հա, կա շինարար, մյուս եւ այլն, այսինքն այդ process-ները գնում են, բայց բիզնես մենեջմենթի տեսանկյունից, թե այդ պրոյեկտները ոնց են կառավարվում առհասարակ, դու ունես այդտեղ բավականաչափ մեծ ճեղքվածք։ Դու 20 տարվա փորձ ունես բանկինգ ոլորտում։ Ինչ է քեզ ընդհանրապես դրդել մի հատ գնալ ուրիշ ոլորտ, որտեղ դու փաստացի չունես փորձ, կրթություն, փորձառություն, շինարարական ոլորտում դու ոնց որ իմանալով որով է experience չես ունեցել։ Ես չեմ ասում, որ դա վատ է, որովհետև իրականում ես տեսել եմ շենքերը, որոնք կառուցվում են հենց շինարարների կողմից,
ու իրանք այդքան էլ սիրուն չեն, հաճելի չեն այդ տարբերություն օրինակ City Nest-ի նախագծերին, բայց ինձ շատ հետաքրքիր է ինչ պետք է լինի, որ դու թողես քո կորպորատիվ կարիերան, որը բավականին հաջողված էր ու 20 տարի հետո 20 տարի բանկինգում անցկացնելուց հետո դու թողնում ես, գնում ես լրիվ նոր ոլորտ քո համար։ Իրականում բնականաբար որոշումը հեշտ չէր, որտեվ բանկինգը 20 տարի իմ համար եղել է տուն, որտեղ ես ապրել եմ, որտեղ ես կայացել եմ որպես էքսպերտ, որպես մարդ, որ ունի շատ տարբեր պրոֆիլներով եւ որակավորումներ եւ փորձառություն։ Անշարժ գույքի շուկան, նույնիսկ երբ որ ես աշխատել եմ բանկինգում, իմ համար միշտ եղել է ոնց որ ինքը ցանկացած երկրի տոպ լոկոմոտիվ շարժիչ ուժերից մեկն է տնտեսության առհասարակ եւ ինքը իրականում ոնց որ տնտեսության հայելին է, ոնց որ եթե անշարժ գույքը ինչ-որ մի երկրում ակտիվ է, դա նշանակում է այդ երկրի տնտեսությունը բավականաչափ լավ շնչում է, տոկերը շնչում են։ Եթե ինքը այդպես пассив վիճակում է, դա նշանակում է շունչը պահած է եւ պետք է ինչ-որ մի բան սпасել կամ ինչ-որ մի բան փոխել, որովհետեւ դա տեղի ունենա։ Մեզ համար այդ անցումը դեպի անշարժ գույք եղել է ամենաառաջինը պայմանավորված պրոդուկտովի դիզայնի մեծ գեփի հետ, որ մենք տեսել ենք։ Այսինքն այդ 17-18 թվականից սկսած մենք որ նայում ենք ինչ պրոդուկտներ է ձևավորում շուկայում եւ ինքը վաճառում է, մենք հասկացանք, որ այդտեղ կա այդ թվում ոնց որ կարելի ասել հին ժառանգության եւ ապագայում ոնց որ ծագող պրոդուկտների մեջ մեծ տեխնոլոգիչի ճեղքվածք, հա, ու դա վերաբերում էր ամեն ինչին եւ օրինակ շինարարության նյութերին, շին մատերիալներին առհասարակ, պատուհաններին, մյուս եւ այլն, եւ նաեւ վերաբերվում էր mindset-ին, սպառողի մտածելակերպին եւ այն պրոդուկտին օրինակ առաջ մարտիկ որ առնում են, ելի եմ ասում, ոնց որ, չգիտեմ, 10 տարի առաջ լոկացիան համարվում էր այն ֆակտորը, որը ոչ մեր ես դե ուզում եմ գույք ունենամ, հա, օրինակ երբ որ դու ասում ես Սայաթնովա փողոց, մարդու աշկերը փայլում էին։ Այսօր դու շատ ես փոխվել այդտեղից եւ դու նաեւ փոխվել ես, որովհետեւ մենք փորձել ենք այդ ջանքերը ներդնենք, որ այդ պրոդուկտը, որը որ ուղղված է կոնկրետ սեգմենտին, հա, նախ սեգմենտը հստակ բաժանված է, ասենք այդ upper segment, mid segment, luxury segment եւ ասենք ավելի lower level հասանելի գույք իր անունը դնենք։ Այդ առումով այդ պրոդուկտների բաժանումը գոյություն չուներ, ասենք, երբ որ մենք մտնում էինք այդ դաշտ։ Եվ մեր համար այդ ճիշտ պրոդուկտի դիզայնավորած, որը վերաբերվում է ոչ միայն նաև հենց բուն շենքին, ճարտարապետությանը, իր հասարակական տարածքներին, ճիշտ ֆունկցիոնալ օգտագործմանը եւ այլն, մի շարք նաև ինովատիվ այլ բաներ, այլ նաև վերաբերվում էր հենց ոնց որ սպառողի մտածելակերպի տրանսֆորմացիան, որը մեր համար շատ կարեւոր էր։ Եվ մենք ուզում ենք եւ մենք գտնում ենք, այո, որ մեր Երևան քաղաքը բավականաչափ փոքր է, որպեսզի էքսպերիմենտները մի կետում դադարեն եւ մենք ունենանք ոնց որ ճիշտ ձևավորված տարածքներ, ճիշտ ձևավորված համայնքներ, հա, որոնք որ առողջ իրար հետ կհարաբերվեն, կաշխատեն եւ այլն։ Իմ համար դա եղել է բավականաչափ մեծ driver, որպեսզի ես դուրս գամ բանկինգից եւ սկսեմ զբաղվել այս real estate-ով։ Ռիսկերը հաշվարկել ես այդ փոփոխության, այս կարիերային shift-ի։ Դե Չնայած դու risk manager ռիսկը ռիսկ բլագարոդնեց։ Այսպես ասեցին բոլոր կառուցապատողները։ Չէ, ռիսկերը իհարկե դու հաշվարկում ես, բայց նաև եթե դու ունես vision, որտեղ ես դու տեսնում ոնց որ քո կամպանիա, որտեղ մենք ամենասկզբից ձևավորվել ենք որպես փոքր վաճառքի գրասենյակ եւ նաեւ ընդամենը մի պրոյեկտով կառուցապատող, հա, մեր սեփական պրոյեկտով մենք այսօր ձևավորվել ենք մեծ էկոսիստեմայի ներդրողների շուրջ, որոնք որ տրամադրում են շատ տարբեր ծառայություններ, պրոֆեսիոնալ մասնագիտական ծառայություններ, որպեսզի այդ ներդրողների այդ սեփական տերերի կյանքը կամ մուտքը այդ բիզնես լինի ավելի քիչ ցավոտ, իսկ ելքը լինի ավելի եկամտաբեր։ Այսինքն մենք կարելի ասել մի հատ մեծ կամուրջ ենք, որը որ այդ կառուցապատման շատ տարբեր փուլերում, սկսած սաղմնային փուլից, կոնցեպտի ձևավորումից, միջև իր օրինակ պրոյեկտի հենց օրինակ մարքեթինգի, բրենդինգի ձևավորում, հա, որտեղ երբ որ դու այսօր կառուցապատողին ասում ես, որ մի նկարը շենքի կարա արժենա 1000 եվրո, այդ մարդը ուղղակի շոկի մեջ է անգնում, էլ ես պատրաստ չեմ տալ։ Բայց երբ որ ասում ես դու ուզում ես վաճառես գույք, որը արժողն է $5000, ոնց պատրաստ չես տալ էլի դրան։ Ասեք, որովհետև ունենալով 30 նկար, հա, դու շատ ավելի հեշտ կվաճառես։ Մարդիկ որոշում են, որ չէ, պետքա մենք այսպես ասած յոլա գնանք այդ ամենապրիմիտիվ ռենդերներով, որոնք որ հնարավորություն չեն տալիս ստեղծել, այսպես ասած, story, այդ ամբողջ պատմությունը այդ շենքի եւ այդ մարդուն դնել այդ story մեջտեղում, որպեսզի ինքը
ավելի շատ մոտիվներ ունենա առնելու։ Այդ product packaging-ի մասին Product packaging-ի մասին, այո։ Մարդիկ դեռ չեն հասկանում շատ դեպքերում, շատ ոլորտներում։ Մենք տեսնում ենք մեծ տրանսֆորմացիա եւ քանի որ դու արդեն այսօր CityNest-ը ունի այն ռեպուտացիան, որ եթե մարդը ուզում է հետաքրքիր գույք գտնի, ինքը մեր դռները հաստատ ծեծում է իր որոնումների, լայն որոնումների մեջ, հա։ Եվ երբ որ մարդը մտնում է CityNest եւ ծանոթանում օրինակ այդ կոնտենտին, այդ շատ մեծ քանակությամբ կատալոգներ, վիդեոներ, ռենդերներ եւ այլն, կամա թե ակամա այդ մարդու սպասումները արդեն բոլոր մյուս տեղերից որտեղ ինքը շրջելու է եւ գույքը ման գալու արդեն դու բարձրացնում ես եւ ես շատ ուրախ եմ որտեղ այդ տրանսֆորմացիան շատ դրական տրանսֆորմացիա է որովհետեւ սպառողն է պետք է լինի ավելի կմահաճ որ կառուցապատողն է լինի ավելի պատասխանատու շատ գծային հեշտ պրիմիտիվ կապ Ինձ հետաքրքիր է դու որպես փորձառու մարդ որպես risk manager նախկինում ու որպես կառուցապատող որտեղ հիմա 2026 թվականին կարներ քո համար ապրելու համար նախատեսված բնակարան տարբեր սեգմենտներում middle չգիտեմ luxury կամ ավելի ցածր Մենք եկանք մի հատ շատ հետաքրքիր կետ իրականում առհասարակ խորհուրդների կետ չէ խորհուրդների չէ առհասարակ գույք ունենալու եւ չունենալու կետին հա որտեվ որpիսի դու առնես ինչ-որ միտեղ գույք, դու պետքա ուզենաս գույք։ Հա, ուտեղ էլի մենք ունենք շատ խորքային, վարքագծային գնահատականներ մեր լայն հանրության կողմից, հա, օրինակ հայի համար ունենալ գույքը դա ոնց ասեմ, կյանքի գեր նպատակներից մեկն է։ Եվ ես օրինակ մեր աշխատողները բոլորը, как минимум վաճառքի ոլորտում ովքեր աշխատում են, իրանք շատ լավ գիտեն, որ մեր հիմնական դիրեկտիվան, այսինքն դու աշխատում ես, դու որպես staff, որը վաճառում է գույք, դու աշխատում ես մարդու կյանքի ամենամեծ խնդիրներից մեկի հետ։ Եվ պետք է քո վերաբերմունքը այդ մարդու խնդրին լինի как минимум համարժեք։ Իսկ իրականում այդ համարժեքիցը բարձր, որպես այդ մարդը ուզենա կոմոդ վերադառնա, հա։ Մեր մոտ գույք ունենալու հարցը կապված է պրոտեկցիայի, ֆիզիկական անվտանգության, ապագայի նկատմամբ վստահության, աստված չտա ակտիվի, չգիտեմ, իրացվելիության, արագ փող գեներացնելու եւ այլն հետ ու ինքը սենց սոցիալական մեջը շատ խորը էլեմենտ ունի, հա։ Այդ ունենալ չունենալը հարցը եւ եթե մենք նայենք ստատիստիկան ամբողջ աշխարհի եւ զարգացած երկրներ եւ թեր զարգացած եւ միջին զարգացվածության եւ այդտեղ թվերը շատ տարբեր են թե բնակչության քանի տոկոսը ունի գույք հա որտեվ արևմտյան մոդելը ասում է դու բացարձակապես կարես գույք չունենաս բայց լինես շատ երջանիկ մարդ շատ հետաքրքիր թեմա սա կյանք ապրես իսկ մեր մոտ դա by default ենթադրում է որ դու գույք չունես դու չես կարող երջանիկ լինես եւ կա նաեւ այդ էլեմենտի մեջ եւս մի բաղադրիչ ոնց որ ապագա սերունդերին ժառանգություն թողելու բան մի բան ունենաս իրանց թողելու պարտադիր, ինչի որտեղ վաղը կարա ինչ-որ մի բան լինի, շատ հետաքրքիր կոնցեպտ է տենց աշխատում։ Դրա համար նաև մենք CityNest-ի մեջ օգտագործում ենք հերթական այլ ոնց որ տերմին է, ասում ենք մենք ստեղծում ենք գույքեր, որը ամոթ չի թողել հետագա ժառանգության համար։ Իմ համար դա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է որտեղ կառնեի գույքեր, ես կաբստրահվեմ այդ հարցի պատասխանից, որտեղ գույքի ընկալումը առհասարակ շատ սուբյեկտիվ է։ Ինքը աննորմալ սուբյեկտիվ է։ Ես կարամ ձեզ ուղղակի ասեմ տենդենսներ, որ մենք այդ առաջվա արխետիպերից, սենց ասեմ էլի, Երևանի փոքրիկ կենտրոն, չգիտեմ, Արաբկիր եւ այլն, նախ մենք տեսնում ենք քաղաքում ձևավորվող նոր կղզյակներ, չգիտեմ, Մոնտե Մելքոնյանի փողոցի մասը, Արող մասը, մենք ունենք օրինակ Երաստաղամասի նման տեղ եւ այլն, շատ տարբեր ձևավորվող community-ներ, որոնք որ բավականաչափ մեծ մագնիս են հանդիսանում նոր կյանքի ձևավորման եւ ոնց որ մեծ սպառողների համար։ Մենք մեր ընկերության մեջ ունենք գույքերի գնահատման առանձին ոնց որ մոդել, ցանկացած գույք, ցանկացած պրոյեկտ մեր մերկեքով 160 պարամետրով գնահատվում է։ Եվ դրա համար, երբ որ մենք խոսում ենք գույքերի մասին, մենք չունենք կարծիք, մենք ունենք վերդիկտ։ Այսինքն այդ կառուցապատողը, ցանկացած կառուցապատող այդ խոսալուց որ կան տարբեր տիպի միֆեր, ամեն մեկին թվում է, որ ինքը ստեղծում է ամենալավ գույքը, ամեն երկրորդին թվում է, որ ինքը այդ գույքը հələ ասես թղթի վրա ունենալով, այդ պրոյեկտը թղթի վրա ունենալով 50% արդեն վաճառված է եւ տենց մի շարք միֆեր կան, հա։ Երբ որ մենք փորձում ենք ոնց որ այսպես ասած համահարթեցնել մեր պատկերացումները գույքի մասին, դրա համար ստեղծվել է այդ 160
ծոր թվային պարամետրերով գնահատումը գույքի, եւ դա պրիմիտիվ հարցաշար է, որ դու կառուցապատող հետ նստում ես, ասում ես, դե արի անցնենք, տենանք, քո գույքը ինչքան է լավ։ Եվ օրինակ 20 կետից հետո դու հասկանում ես մարդու դեմքից, որ ոչ թե ինքը ասենք նախատեսել, չի նախատեսել դրա համար գումար եւ այլն, հա, օրինակ է ծառայության կամ այդ բլոկի համար գումար եւ այլն, այլ ինքը չի մտածել դրա մասին։ Ու դրա համար երբ որ դու այդ ամեն ինչը դնում ես, դու ասում ես, օքեյ, այս 160-ով գնահատելուց հետո քո գույքը իրական գտնում է այս դաշտում, եւ մենք այս գնային սեգմենտում ենք դիտարկում իրան, եւ դա նրա համար է, որպեսզի եւ մենք եւ կառուցապատողը եւ սպառողը, որ այսպես ասած մենք իրանց մեջտեղը որպես կամուրջ, մենք ունենանք նույն ընկալումը եւ մենք ցանկացած սպառողին կարողանանք շատ թափանցիկ բացատրել, թե այդ գույքը ինչ արժի։ Ընդ որում մենք ունենք նաև մի համալիրի մեջ նաև օրինակ գույքերի ռեյտինգավորման առանձին համակարգ։ Դա էլի բազմա պրոֆիլն էս գնահատման համակարգ է, որը որ ինքը երկու իրար կողքի գույք, հա, երկու իրար կողք բնական, կարա մեկը մյուսից $500 թանկ լինի։ Բայց դա պետք է լինի տրանսպարենտ եւ հասկանալի։ Դա չի նշանակում մեկը լավն է, մեկը վատն է։ Դա նշանակում է, որ ամեն գույք պետք է իր սպառողին, ընդ որում իր ճիշտ սպառողին, ճիշտ ձևի ներկայացվի եւ կարողանանք բացատրենք։ Եթե աշխատակիցը կամ ընկերությունը կամ կառուցապատողը չի կարող բացատրի կլիենտին ինչի այդ գույքը այդքան արժի, վաճառքի հնարավորությունը այդտեղ իմ աչքերում 50%-ով ընկնում է ներքև։ Այդ հետաքրքիր է positioning-ը շատ կարևոր է ու այն կետն է, որը շատ հաճախ բացակայում է Հայաստանում։ Ես կասեի, այտենց պրոյեկտների մեծ համասնությունում positioning-ը կամ չկա կամ սխալ է։ Մանավանդ ultra luxury կամ просто luxury segment-ում, որ բոլորը գրում են lux, չգիտեմ, այլ ինչ են գրում premium, business class, super, չգիտեմ, ես ինչ premium, հա, նո ամեն դեպքում, եթե դու այն մարդն ես, որ պատրաստ է 5-ից, չգիտեմ, $6,000 մեկ քառակուսի մետրի համար վճարելու, դու փաստացի չունես համարյա ընտրություն Հայաստանում, Երևանում։ Դու ընտրում ես 3-ից 5 պրոյեկտների միջև, որի կեսը քո դուրը չի գա հաստատ, եթե դու հասնես այդտեղ ու փաստացի այնտեղ մնում է 2-3 պրոյեկտ, դու ընտրում ես այդ մի քանի պրոյեկտի միջև ու ինձ թվում է նաև մրցակցության, առողջ մրցակցության պակասը Երևանում հանգեցնում է դրան, որ գները բավականին բարձր են կամ մեզ են թվում բարձր։ Իդեպ ես ես վերջերս մտածում եի, լավ, քանի որ իմ եկամուտը տենց բավականին արագ աճում է, ես զգում եմ, որ իմ համար այն ինչ որ իմ համար թանկ էր նախկինում, իմ համար հիմա ընդունելի է։ Ես հասկացա, որ այդ թանկը вообще գոյություն չունի կամ այս ժանը։ Կա այն ինչ որ դու կարաս քեզ թույլ տաս, պատրաստ ես քեզ թույլ տաս կամ չես կարող քեզ թույլ տաս, պատրաստ չես թույլ տաս։ Այդ 4 ինչ որ այսպես պետք է նայես ամեն ինչին։ Կավելացնեմ հետեւյալը տեղ։ Մենք դրա համար օրինակ ունենք ինդեքս, որը կոչվում է գույքի գնի ընկալման ինդեքս։ Այսինքն դու ունես գույք ինչ որ մի լոկացիայով, որը որ երբ որ դու առաջարկում ես սպառողներին, հա, թեկուզ ֆոկուս գրուպայի մեջ ասես 20 հոգու վերցել ես, առաջարկում ես։ Մարդը ասում է ինքը թանկ է։ Ես պատրաստ չեմ այդ լոկացիայում այդ գինը վճարելու։ Հասկանում դրա համար գույքի գինը ինքը ունի նաև բավականին չափ մեծ սուբյեկտիվ ընկալման հարց, իր մեջ ընկալման խնդիր, հա։ Մեր առաջի հարցը, որ մենք տալիս ենք ցանկացած սպառողին, դա բնականաբար ինչի համար է առնում գույքը, որտեվ այդ հարցի պատասխանը մեզ հնարավորություն է տալիս բոլոր այդ սուբյեկտիվ գործոնները անմիջապես դնել կողքի, եթե մարդը առնում է մշտական ապրուստի համար իր գույք, դա լրիվ այլ ընկալում է եւ ցանկացած մարդը, որ վճարում է $6,500 իր ընկալման հետ, տեղի ունենում full matching համապատասխանություն։ Եթե դա ներդրումային գույք է, անցնում ես ֆինանսների դաշտ եւ այլն, то есть պրոգնոզ, ամեն ինչ ոնց որ կա, էլի ընկալման հարց է, բայց էմոցիաների մի քիչ ավելի պակաս դաշտ ես դու տանում, հա, այդպես։ Իմ համար ոչ գույքի թանկ եւ թանկարժեք լինելու բաներ շատ տարբեր գործոններ իրար։ Օրինակ ես իմ աշխատողներին միշտ ասում, եթե հաճախորդը քեզ ասում է գույքը թանկ է, դա նշանակում է ինքը չի հասկացել այդ գույքը։ Ինքը կարա ասի գույքը թանկարժեք է, ինքը իմ բյուջեին չի համապատասխանում, հա, ու այդ պարագայում էլ մենք իհարկե ունենք լուծումներ կլիենտերին առաջարկելու, օրինակ ինքը ինչ որ մի քիչ ավելի sense ասեմ, ցածր պրոֆիլի պրոյեկտում կարա առնի 70-80 մետր գույք իր բյուջեով եւ կարա քո պրոյեկտում առնի 70 մետր գույք իր բյուջեով։ Այդ 10 մետրը այդ սուբյեկտիվ ընկալման հարցն է, այսինքն մարդը պատրաստ է, օրինակ, եթե իր համար քրիտիկական չէ 10 մետրի գործոնը,
ինքը պատրաստ է զոհաբերել մակերես բնականից, որպեսզի ամեն օր ուրախ գա մտնի տուն, չգիտեմ, մի շենքում, օրինակ մեր Այվազովսկի նախագծի մասին կարող ասեմ, որը ունի, չգիտեմ, 9 հարկ ընդամենը եւ 3 լիֆտ։ Այսինքն այնտեղ 10 վայրկյանից ավել ոչ մեկ լիֆտ չի սպասելու։ Մարդը ուզում է տենց լայֆսթայլ ունենա, թե չի ուզում, եւ ինքը պատրաստ է զոհաբերի, թե չէ։ Այդտեղ մենք մտնում ենք այդ ընկալման դաշտը եւ հասկանում ես դու մարդու համար մակերեսնա քրիտիկական թե լայֆսթայլը։ Ինքը իրականում $3000 գույքի հաճախորդ է, թե $2000 գույքի հաճախորդ է օրինակի համար։ Ես կուզեի վերջում դու մի հատ անշնորհակալ բան անես, կանխատեսում անես։ Ինչ է կատարվելու Հայաստանի շուկայում Սովորությունների մասին։ Շուկա, մեր Հայաստանի անշարժ շուկան, առանց վարդագույն ակնոցների, ինչ ես ակնկալում մոտակա 1-ից 3 տարվա ընթացքում։ Դա միջնաժամկետ պերսպեկտիվա է, լավ 3-5 ասեմ, էլի, միջնաժամկետ պերսպեկտիվայում ես ակնկալում եմ, որ կառուցապատողների շրջանակները լքելու են բոլոր այն ընկերությունների, ում համար սա եղել է օպորտունիստական հնարավորություն, այսինքն մտնել մեկ պրոյեկտ, անել մեկ պրոյեկտ եւ դուրս գալ։ Այդ ընթացքում այդ ոլորտը նաեւ ծնելու է նոր մասնակիցներ, որոնք շատ ավելի պրոֆեսիոնալ աչքով են գալու, մտնեն մեր հայաստանյան շուկան։ Մասնակիցների պրոֆեսիոնալիզմի առումով, սկսած ճարտարապետությունով, պլանինգով եւ այլն, մենք ինտեգրվելու ենք դեպի, չգիտեմ, արևմտյան կամ զարգացած ժամանակակից Middle East, Չինաստան, ոչ միայն էլի արևմտյան կամպանիաների հետ, то есть բերելու ենք ընդեղից շատ հետաքրքիր փորձեր, հա, սկսած, չգիտեմ, երկնակերեր կառուցելուց մյուս մանավանդ մեր կառավարությունը հայտարարել է, որ մենք ունենալու ենք Նորագյուղի տեղը մեծ շատ մեծ պրոյեկտ եւ այլն, որը բնականաբար պահանջում է մեծ էքսպերտիզաներ եւ այլն։ Գների առումով ես որից է գլոբալ փոփոխություն չեմ ակնկալում, այսինքն գույքի գինը ելնելով իր լոկացիայից եւ ունիկալությունից ինքը լինելու է բավականաչափ բարձր մակարդակի վրա։ Նաեւ ոչ պակաս կարեւոր իհարկե ազդեցություն ունի մեր փոխարժեքը, ոնց որ ամենասկզբից ասացի, դրամ, դոլար, եվրո, դոլար եւ այլն։ Այսինքն, քանի մարդիկ Հայաստանի Հանրապետությունում գույքի մասին խոսելուց, գույքի գնի մասին խոսելիս դոլարով են արտահայտվում, ինքը ունի նման ընկալում եւ արտարժույթի փոխանակման կուրսը ուղիղ ազդեցություն ունի իհարկե այդ ամեն ինչի վրա։ Ես տեսնում եմ այսինքն որակապես դրական դինամիկա է լինելու։ Ես տեսնում եմ ապակենտրոնացում նույնիսկ գույքերի Երևանի կենտրոնից դեպի Երևանի պերիֆերիալ մասեր, այսինքն առաջ կար այդ ընկալումը, որ գույքը պետք է լինի, օրինակ, չգիտեմ, Երևանի ամենասրտում, որ ինքը արժանա, օրինակ, $3000 կամ $4000, այսօր մեր պրոյեկտներից էլի եմ ասում կան, որոնք որ արաբկիրում են կառուցում, իրենք $3000 տիկետ ունեն եւ ունեն բավականաչափ մեծ պահանջարկ իր մասով։ Մենք տեսնում ենք նաեւ ապակենտրոնացում նաեւ Երևան քաղաքից դեպի մարզեր, այսինքն շատ ուրախ եմ ես իրականում դրա համար, մենք տեսնում ենք Եղվարդ քաղաքից, Մեծամոր, Հոկտեմբերան, չգիտեմ, Ջերմուկ շատ տարբեր տեղեր էջմիածնում, որտեղ մենք իդեպ ամենաառաջին նորակառույցը ոնց որ բանարեցինք, վաճառեցինք, ինքը նոր էջ էր կոչվում, ինքը 5 հարգանի շատ սիրուն պրոյեկտ էր եւ ինքը ոնց որ սկիզբ դրեց նրան, որ Էջմիածնի քաղաքում այսօր բավականաչափ շատ զարգացավ հենց կառուցապատման բիզնեսը։ То есть մենք տեսնում ենք դեպի այդ մարզերը եւ ունենալու ենք առանձին գույքի կոմպոնենտներ, որոնք լինելու են տուրիստական կենտրոնում եւ բիզնես ուղղվածությամբ։ Իմ համար այդ ամեն ինչը մինիմում տեսանելի է։ Ինչ վերաբերում է իրավանորմատիվային դաշտը, ապա ես տեսնելու եմ միանշանակ մենք տեսնելու ենք օրինակ հայկական հարկային համակարգի, հարկային վարչարության համահարտեցում զարգացած երկրների հետ, որտեղ այսօր կառուցապատման ոլորտի մասնավորապես տուրիստական գույքի ձևավորման դաշտում ես կարծում եմ մեր հարկային վարչարությունը ոչ այդքան բարենպաստ է, ինչքան մենք ցանկանայինք դա լիներ, կամ օրինակ, չգիտեմ, մեր հարևանների հետ, Վրաստանի հետ կամ ավելի զարգացած աշխարհի հետ համատած, որտեղ տուրիստական գույքը իսկ մեր համար դա ուլտրա կարևոր է, որ туриզմը շարունակի զարգանալ, ուստի եւ գույքի ձևավորման մեջ եւ գույքի վաղվա շահագործման հարկային վարչարությունը պետք է շատ մեծ դեր ունենա այդ ամեն ինչի մասով։ Ինչ վերաբերում է սպառողների պաշտպանությանը, ապա մենք դա ենք հստակ կանխատեսում, որ այսօրվա պայմանագրերը, որոնք որ գույքի ձեռբերման համար են կնքվում, իրանք ավելի շատ պաշտպանում են իհարկե կառուցապատողին, քան գնորդին, դա նորմալ երևույթ է, որ կառուցապատող, բայց ամեն դեպքում բալանսավորված չեն, այսինքն մենք տեսնում ենք, որ օրինակ այդ դաշտ, հա, որտեվ ցանկացած էլի զարգացած աշխարհի սպառող, որ գույքը առնում
Ինքը այդ գույքի պայմանագիրը տալիս է պրոֆեսիոնալ աուդիտորական կամպանիային, ասում է գույքը զանգել են, ասել են պատրաստ է, գնացեք ընդունեք։ Ես է ձեզ չգիտեմ, $500 փող։ Այդ մարդիկ վերցնում են այդ պայմանագիրը, գալիս են, շքամուտքի դռնից սկսած, ասած ոտերով ստուգելով, կաֆել, մաֆել, պատուանի մեջ օրինակ կուպյուրա դնելով, փակելով, տեսնելով այս կուպյուրան ելնում է, թուղթա, ցանկացած բան, այսինքն իրանք հստակ իրան ձևեր ունեն։ Ստուգում են եւ հետադարձ կապ են տալի, պրոֆեսիոնալ ռեպորտ, ասում են, այս գույքի մեջ այս բաները չհամապատասխանում, կարա զանգես կառուցապատողին, ասես կամ շտկեն կամ չէ, գումար վերադարձնեն եւ այլն եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունում դա տոտալ բացակայում է։ Եվ ես տեսնում եմ, որ վարկագծային փոփոխությունը, որ այսօր դեպի product գնացել է, այսինքն մարդիկ դառել են ավելի քմաճ, ավելի լավ բակեր են ուզում, ավելի շատ կանաչ տարածք են ուզում եւ այլն, ինքը նաեւ տրանսֆորմացվելու է դեպի իրավական դաշտ, որտեղ այդ ամեն ինչը պետք է հստակ, ճիշտ ձևակերպված լինի։ Այդքանը։ Մերսի շատ քեզ։ Ես Շատ եմ հետաքրքիր շնորհակալ։ podcast ստացվեց։ Մերսի։ Շնորհակալ։